Մի միլիարդատեր գործադիր տնօրեն մեկուսացած էր ապրում իր շքեղ աշտարակում, մինչ հավելվածի վարորդի նրա 3 երեխաների հետ անսպասելի հանդիպումը ամբողջությամբ փոխեց նրա կյանքը։ Այն, ինչ սկսվեց որպես պարզ մեխանիկական օգնություն, կվերածվի սիրո ընտանիքի իրական իմաստի բացահայտման ճանապարհորդության։ Բայց երբ գաղտնիքները բացահայտվում են, նա պետք է ընտրի իր արտոնյալ աշխարհի պարզության մեջ գտած երջանկության միջ։ Մինչ այս անհավանական պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին ավելի շատ հուզիչ պատմությունների համար։ Երանի և թեկության խլացուցիչ աղմուկը արձագանքում էր պողոտաներով, որպես խողանջների շարժիչների քաոսային սիմֆոնիա։ Դա տիպիկ երեքշաբթի երեկո էր, երբ քաղաքը վերածվում էր մետաղի անհամբերության ծովի։ Ապակեպատ երկնաքերերի միջ, որոնք արտացոլում էին մայրամուտի նարնջագույն երկինքը, Անահիտ Ալյանցյանը ամուր բռնել էր իր ներկրված մեքենայի ղեկը, զգալով միայնության ծանոթ բեռը, որը տարիներ շարունակ ուղեկցում էր իրեն։ 34 տարեկանում նա ղեկավարում էր հորից ժառանգած բիզնես կայսրություն, ապրելով մի պենթհաուսում, որն ավելի շատ ապակե պողպատե ամրոցի էր նման։ Նրա առօրյան մաթեմատիկորեն ճշգրիտ էր, գործադիր հանդիպումներ, բիզնես ընթրիքներ, սոցիալական միջոցառումներ, որտեղ մեխանիկորեն ժպտում էր այն դեմքերին, որոնց ճանաչում էր միայն մակերեսորեն։ Ֆինանսական հաջողությունն անվիճելի էր, բայց նրա ներսում ինչ-որ խորը բան կարոտում էր անկեղծ կապեր, որոնք փողը պարզապես չէր կարող գնել։ Այդ պահին, սակայն, նրա ողջ կարողությունը չէր կարող լուծել առկա խնդիրը։ Մի քանի կիլոմետր առաջ շարժիչից տարօրինակ ձայն էր լսվում, հիմա մեքենան պարզապես հրաժարվում էր աշխատել։ Անահիտը կայանեց աշխույժ պողոտայի եզրին, զգալով հիասթափության անօգնականության խառնուրդ, որը նա հազվադեպ էր զգում իր վերահսկվող աշխարհում։ Նա մի քանի անգամ փորձեց միացնել շարժիչը, բայց միայն մեխանիկական հառաչանք էր պատասխանում նրա ջանքերին։ Ասֆալտի շոքը ալիքներով բարձրանում էր, իսկ երթեկության աղմուկը կարծես ուժեղացած էր այնտեղ, կանգնած խոցելի։ Անահիտը վերցրեց հեռախոսը, քարշակ կանչելու համար, բայց էկրանը ցույց էր տալիս, որ ազդանշան չկա։ Իրավիճակի հեգնանքը աննկատ չմնաց։ Երանի ամենահզոր կանանցից մեկը, ամբողջովին կախված տեխնոլոգիայից, հիմա իրեն անզոր էր զգում հիմնական մեխանիկական խնդրի առաջ։ Հենց այդ ժամանակ մի պարզ մեքենա, ժամանակի ընթացքում արդեն գունաթափված սպիտակ սեդան, կանգ առավ նրա մեքենայի հետում։ Անահիտը հետի հայելուց տեսավ, թե ինչպես է բարձրահասակ, մուգ մազերով տղամարդը դուրս գալիս մեքենայից, վճռական, բայց անշտապ քայլերով մոտենալով իրեն։ Նրա հագուստը պարզ էր, բամբակյա վերնաշապիկ ջինսե տաբատ, նրա կեցվածքի մեջ ինչ-որ բան կար, որը հանգիստ վստահություն էր հաղորդում, շատ տարբեր իր սոցիալական շրջանակի տղամարդկանց հաշվարկված ամբարտավանությունից։ Արմենը մոտեցավ վարորդի պատուհանին քաղաքավարի ժեստ արեց, որ իջեցնի ապակին։ Երբ Անահիտը դա արեց, նրան դիմավորեց անկեղծ ժպիտ, որը հակադրվում էր նրա շագանակագույն աչքերի տեսանելի հոգնածությանը։ Բարի երեկո։ Տեսա, որ խնդիրներ ունեք։ Կարող եմ նայել, հարցրեց նա հանգիստ ջերմ ձայնով, որն անմիջապես հանգստացրեց Անահիտին։ Նա մի պահ վարանեց, չսովոր լինելով օգնության ինքնաբուխ ժեստերին։ Նրա աշխարհում ամեն ինչ ուներ գին, փոխհատուցում, թաքնված շահ։ Բայց այդ մարդու արտահայտության մեջ ինչ-որ բան կար, որը չափազանց անկեղծ էր, կեղծ լինելու համար։ Շատ բարի կլիներ ձեր կողմից, պատասխանեց նա, դուրս գալով մեքենայից։ Ես մեխանիկայից ոչինչ չեմ հասկանում։ Արմենը մոտեցավ մեքենայի առջին, խնդրեց, որ նա բացի շարժիչի կափարիչը։ Նրա ձեռքերը, Անահիտը նկատեց, մի փոքր յուղոտ էին, ապացույց, որ նա իսկապես հասկանում էր այդ գործից։ Նա թեքվեց շարժիչի վրա, մեքենաների հետ տարիներ շարունակ աշխատած մարդու ծանոթությամբ, ճշգրիտ փորձառու շարժումներով զննելով բաղադրիչները, ստուգելով միացումները։ Արմեն, ներկայացավ նա, աչքերը չկտրելով շարժիչից։ Ես աշխատում եմ որպես հավելվածի վարորդ, բայց մեխանիկա սովորել եմ հորիցս, երբ երիտասարդ էի։ Անահիտ, պատասխանեց նա, դիտելով, թե ինչպես է աշխատում։ Նրա շարժվելուձի մեջ ինչ-որ հիպնոսացնող բան կար, նպատակով, գիտելիքներով, առանց այն նյարդային շտապողականության, որը բնորոշ էր նրա մասնագիտական կյանքի մարդկանց մեծամասնությանը։ Մի քանի րոպե ուսումնասիրելուց հետո Արմենը հայտնաբերեց խնդիրը։ Դա գեներատորի ժապավենն է։ Այն կտրվել է, այդ իսկ պատճառով մեքենան չի ուզում միանալ։ Ես իմ մեքենայում պահեստային ունեմ, որը կարող է ժամանակավորապես օգտագործվել։ Անահիտը դիտում էր, թե ինչպես է նա փնտրում գործիքներն ու պահեստամասը, տպավորված նրա պատրաստակամությամբ օգնելու լիովին անծանոթ մարդուն։ Երբ նա վերադարձավ, սկսեց աշխատել, նա փորձեց զրույց սկսել։
Դուք միշտ պահեստամասեր ունեք ձեզ հետ։ Արմենը ժպտաց, կարգավորելով նոր ժապավենը։ Ես 3 երեխա ունեմ պահելու։ Չեմ կարող ինձ թույլ տալ երկար ժամանակ անգործ մնալ։ Սովորել եմ պատրաստվել արտակարգ իրավիճակներին։ Երեխաների մասին հիշատակելը Անահիտի մոտ ինչ-որ բան արթնացրեց, ինչը նա չէր կարողանում ամբողջությամբ նույնականացնել։ Միգուցե դա հետաքրքրություն էր, կամ միգուցե ցավ, որը կարելի էր անվանել կարոտ այն կյանքի նկատմամբ, որը նա երբեք չէր ապրել։ Նա հայտնաբերեց, որ ցանկանում է ավելին իմանալ այդ մարդու կյանքի մասին, ով այդքան բնականորեն դրսևորում էր այդքան շատ կարողություն, առատաձեռնություն։ Դժվար է ամեն ինչ հավասարակշռելը, մեկնաբանեց նա, անկեղծորեն հետաքրքրված։ Այո, ընդունեց Արմենը, մաքրելով ձեռքերը գրպանից հանած լաթով։ Բայց նրանք իմ կյանքի իմաստն են։ Այն օրվանից, երբ կինս լքեց մեզ, միայն ես նրանք ենք աշխարհի դեմ։ Անհարմար դադար եղավ, երբ Արմենը հասկացավ, որ ավելի ներկիսվել, քան մտադիր էր։ Անահիտը զգաց, որ նա դիպել է զգայուն թեմայի, բայց նա նկատեց դառնության բացակայությունը նրա ձայնում։ Այնտեղ ընդունում կար խաղաղ հրաժարում, որը խոսում էր մեկի մասին, ով ուժ էր գտել դժվարությունների մեջ։ Պատրաստ է, ասաց Արմենը, փակելով մեքենայի կափարիչը։ Սա առայժմ կլուծի խնդիրը, բայց առաջիկա օրերին պետք է փոխեք նոր ժապավենով։ Անահիտը միացրեց մեքենան, շարժիչն անմիջապես միացավ, հարթ աշխատելով, կարծես երբեք խնդիրներ չէր ունեցել։ Նա շրջվեց դեպի Արմենը, թեթացման երախտագիտության ժպիտով, որն ավելի անկեղծ էր, քան ամիսներ շարունակ ցուցաբերած ցանկացած արտահայտություն։ Չգիտեմ, ինչպես շնորհակալություն հայտնեմ։ Քանիսն եմ պարտք ձեզ։ Արմենը վճռականորեն թափահարեց գլուխը։ Ոչինչ։ Հաճույք էր օգնելը։ Բայց ժապավենը, ձեր ժամանակը, պնդեց Անահիտը, արդեն դրամապանակը հանելով պայուսակից։ Պետք չէ, անկեղծ։ Ժապավենն այստեղ էր կանգնած, երբեմն բոլորս էլ մի փոքր օգնության կարիք ունենք։ Այդ պատասխանի պարզությունը Անահիտին մի պահ անխոս թողեց։ Մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր բարեհաճություն ուներ իր գինը, որտեղ յուրաքանչյուր ժեստ թաքցնում էր օրակարգ, Արմենի անկեղծ առատաձեռնությունը գրեթե անիրական էր թվում։ Նա հայտնաբերեց, որ ուսումնասիրում է նրա դեմքը, փորձելով գտնել թաքնված շահի որե նշան, բայց գտավ միայն անկեղծություն։ Այդ պահին Արմենի հեռախոսը զանգահարեց։ Նա ներողություն խնդրեց, պատասխանեց, Անահիտը կարողացավ լսել աշխույժ մանկական ձայներ գծի մյուս կողմից։ Արմենի դեմքը լուսավորվեց այնպես, ինչպես նա երբեք չէր տեսել իր շրջապատի որե տղամարդու մոտ։ Ողջույն, տղաներ։ Այո, այստեղ ավարտում եմ, կգամ ձեզ դպրոցից վերցնելու։ Ոչ, մի անհանգստացեք, չեմ ուշանա։ Երբ նա անջատեց հեռախոսը, Անահիտը նրա աչքերում քնքշություն տեսավ, որը խորապես հուզեց նրան։ Ակնհայտ էր, որ այդ երեխաները նրա տիեզերքի կենտրոնն էին, նրա ցուցաբերած անվերապահ նվիրվածության մեջ ինչ-որ բան կար, որը նրա մեջ արթնացրեց մի զգացմունք, որը նա չէր կարողանում անվանել։ Ձեր երեխաներն են, հարցրեց նա։ Լոնը 10 տարեկան է, Վարդուհին 8, իսկ Թորոսը 6, պատասխանեց Արմենը, ակնհայտ հպարտությամբ։ Նրանք իմ գանձն են։ Նրանք բախտավոր են, որ ձեզ պես հայր ունեն, ասաց Անահիտը, բառերն ավելի շատ զգացմունքով էին լի, քան նա մտադիր էր։ Արմենը մի պահ ուսումնասիրեց նրան, կարծես փորձելով վերծանել ինչ-որ բան նրա արտահայտության մեջ։ Շնորհակալություն։ Դա շատ բան է նշանակում։ Եղավ մեկ լռության պահ, բայց այս անգամ այն անհարմար չէր։ Կարծես երկուսն էլ մշակում էին ինչ-որ անորոշ բան, որը տեղի էր ունեցել այդ պատահական հանդիպման ժամանակ։ Անահիտի համար դա տարիների մեջ առաջին անգամ էր, որ նա իսկապես հուզված էր մեկի բարությունից։ Արմենի համար այդ էլեգանտ կնոջ պահի խոցելիության մեջ ինչ-որ բան կար, որը արթնացրեց նրա պաշտպանական բնազդը։ Դե, ես պետք է գնամ, վերջապես ասաց Արմենը։ Երեխաները սպասում են։ Իհարկե, պատասխանեց Անահիտը։ Եվ Արմեն։ Շնորհակալություն։ Իրոք։ Նա գլխով արեց վերադարձավ իր մեքենայի մոտ, թողնելով Անահիտին այնտեղ կանգնած, դիտելով նրա հեռանալը։ Նա մի քանի րոպե մնաց եզրին, մշակելով այն, ինչ տեղի էր ունեցել։ Նրան տպավորել էր ոչ միայն մեխանիկական օգնությունը, այլ Արմենի ցուցաբերած անկեղծ մարդկային վերաբերմունքը։ Այն ձ, թե ինչպես էին նրա աչքերը լուսավորվում երեխաների մասին խոսելիս, վճռական հրաժարումը վճարում ընդունելուց, այն պարզությունը, որով նա օգնություն էր առաջարկել անծանոթ մարդուն։
Երթեկություն վերադառնալիս Անահիտը մտածում էր այդ երեք անունների՝ Լոնի, Վարդուհու Թորոսի, այն կյանքի մասին, որը նրանք պետք է ունենային այդքան նվիրված հոր հետ։ Առաջին անգամ երկար ժամանակ նա իրեն հարցրեց իր կատարած ընտրությունների մասին, այն կյանքի մասին, որը նա կառուցում էր իր համար։ Մինչ իր պենթհաուսը մնացած ճանապարհն անցավ մտորումների մշուշի մեջ։ Անահիտը կայանեց մասնավոր ավտոտնակում բարձրացավ մասնավոր վերելակով, բայց նրա տան շքեղ միջավայրերն այդ գիշեր այլ էին թվում։ Ավելի ցուրտ, ավելի դատարկ։ Նա իրեն թանկարժեք գինի լցրեց նստեց պատշգամբում, որտեղից Երանի համայնապատկերային տեսարան էր բացվում, բայց նրա միտքը շարունակում էր վերադառնալ այդ անսպասելի հանդիպմանը։ Այդ պահի պարզության մեջ ինչ-որ բան կար, որը կտրուկ հակադրվում էր նրա առօրյա կյանքի արհեստական բարդությանը։ Արմենը չգիտեր, թե ով է նա, չուներ թաքնված օրակարգ, ոչինչ չէր ուզում նրանից, բացի օգնություն առաջարկելուց, երբ նա դրա կարիքն ուներ։ Դա այնքան հազվադեպ փորձ էր նրա աշխարհում, որ գրեթե հորինված էր թվում։ Անահիտը վերցրեց իր նոթբուքը, գրեթե աննկատ, սկսեց որոնել այն շրջանի մասին, որտեղ տեղի էր ունեցել միջադեպը։ Դա Նորք Մարաշի ցածր միջին դասի թաղամաս էր, հանրակրթական դպրոցներով, պարզ խանութներով համայնքով, որը կարծես միավորված էր կյանքի հանգամանքներով։ Նա պատկերացրեց իրեն քայլելով այդ փողոցներով, ճանաչելով այդ մարդկանց, ապրելով մի կյանք, որտեղ հարաբերությունները հիմնված էին անկեղծ կարիքների, այլ ոչ թե սոցիալական հարմարավետության վրա։ Գաղափարն անհեթեթ էր, իհարկե։ Նա ուներ պարտականություններ, կայսրություն կառավարելու համար, սպասելիքներ իրականացնելու։ Բայց առաջին անգամ տարիներ շարունակ Անահիտը թույլ տվեց իրեն երազել այլ կյանքի մասին, մի կյանքի մասին, որտեղ նա կարող էր գնահատվել այն բանի համար, թե ով էր, այլ ոչ թե այն բանի համար, ինչ ուներ։ Հաջորդ օրերն անցան հանդիպումների բիզնես որոշումների մշուշի մեջ, բայց Անահիտի միտքը բաժանված էր իր կորպորատիվ պարտականությունների այդ անսպասելի հանդիպման հիշողությունների մեջ։ Նա իրեն շեղված էր գտնում կարճ շնորհանդեսների ժամանակ, նրա ուշադրությունը թափառում էր այն ընտանիքի մասին մտքերին, որին նա հանդիպել էր միայն անցողիկ։ Հաջորդ հինգշաբթի Անահիտը որոշում կայացրեց, որը ինքնին համարում էր իմպուլսիվ։ Իր անձնական վարորդի փոխարեն նա որոշեց ինքը վարել մեքենան Երանով, հատկապես այն շրջանով, որտեղ հանդիպել էր Արմենին։ Նա իրեն ասաց, որ դա պարզապես հետաքրքրություն էր, այն սոցիալական իրականությունը ավելի լավ հասկանալու կարիք, որը խորը արմատներ էր գցել իր ներսում։ Տարածքը հենց այն էր, ինչ նա պատկերացրել էր։ Պարզ, բայց լավ խնամված տներ, փոքր ընտանեկան խանութներ, երեխաներ, որոնք խաղում էին մայթերին, կայանված մեքենաների մեջ։ Այնտեղ բուռն կյանք կար, որը հակադրվում էր իր սեփական թաղամասի ասեպտիկ մեկուսացմանը։ Անահիտը կայանեց փոքրիկ հրապարակի մոտ պարզապես դիտում էր, փորձելով կլանել այդ համայնքի դինամիկան։ Հենց այդ ժամանակ նա տեսավ Արմենին, որ դուրս էր գալիս տարրական դպրոցից երեք երեխաների ուղեկցությամբ, որոնք պետք է լինեին նրա զավակները։ Նույնիսկ հեռվից տեսանելի էր այն քնքշությունը, որով նրանք շփվում էին։ Լոնը, ավագը, դպրոցական պայուսակ էր կրում աշխույժ խոսում էր դասարանում տեղի ունեցած ինչ-որ բանի մասին։ Վարդուհին, աղջիկը, բռնել էր հոր ձեռքը այնպիսի բնականությամբ, որը խոսում էր անվտանգության անվերապահ սիրո մասին։ Թորոսը կրտսերը գրեթե ցատկոտում էր նրանց կողքին, նրա մանկական էներգիան վարակիչ էր նույնիսկ հեռավոր դիտորդի համար։ Անահիտը զգաց, թե ինչպես է ինչ-որ բան սեղմվում իր կրծքին։ Այդ տեսարանում մի ամբողջականություն կար, որը նա երբեք չէր զգացել իր սեփական կյանքում։ Նրա ծնողները հեռավոր կերպարներ էին եղել, ավելի շատ անհանգստացած բիզնես ժառանգությամբ, քան անկեղծ զգացմունքային կապերով։ Նա մեծացել էր դայակների մասնավոր դաստիարակների մեջ, վերահսկվող միջավայրերում, որտեղ սերը չափավորվում էր պայմանավորված էր կատարողականությամբ։ Տեսնելով նրանց միասին քայլելիս, երբ Արմենը հստակորեն ներկա էր ուշադիր իր երեխաների յուրաքանչյուր խոսքին, նրա մեջ կարոտ արթնացրեց այն բանի նկատմամբ, ինչ նա երբեք չէր ունեցել։ Դա նման էր զգացմունքային լեզվի դիտարկմանը, որը նա գիտեր միայն տեսականորեն, բայց երբեք չէր սովորել սահուն խոսել։ Երբ նրանք մտան փոքրիկ սուպերմարկետ, Անահիտը իմպուլսիվորեն դուրս եկավ մեքենայից հետեց նրանց։ Նա պահպանեց հարգալից հեռավորություն, ծածնելով, թե զննում է դարակների ապրանքները, մինչ նա աննկատ դիտում էր ընտանիքին։ Արմենը երեխաներին ուղեկցում էր միջանցքներով, մեկի արդյունավետությամբ, ով գիտեր յուրաքանչյուր գինը հստակ գիտեր, թե ինչ պետք է գներ։ Հայրիկ, կարող եմ գունավոր հացահատիկ վերցնել, հարցրեց Թորոսը, ցույց տալով ավելի թանկ տուփը։ Արմենը ծնկի իջավ, որդու հասակին հավասարվելու համար։ Հիշում ես, ինչ էինք խոսում ընտրությունների մասին, չեմպիոն։
Մենք կարող ենք վերցնել սովորական հացահատիկը մնացած գումարով լրացուցիչ մրգեր գնել։ Ինչ ես կարծում։ Այն համբերությունը, որով Արմենը բացատրեց իրավիճակը, առանց երեխային մեղավոր կամ զրկված զգալու, խորապես տպավորեց Անահիտին։ Նրա ձայնում ոչ մի հիասթափություն չկար, միայն կյանքի դաս, որը հաղորդվում էր սիրով ըմբռնումով։ Վարդուհին մոտեցավ հորը, քերծվածքներով ցուցակով։ Ես ցուցակ եմ կազմել այն բաների, որոնք ինձ պետք են դպրոցական նախագծի համար։ Արմենը ուշադիր զննեց իրերը։ Շատ լավ է կազմակերպված, արքայադուստր։ Տեսնենք, թե ինչ կարող ենք գտնել այստեղ, ինչ պետք է գնենք գրենական պիտույքների խանութից։ Լոնը մինչդեռ ստանձնել էր սայլակը հրելու պատասխանատվությունը մեկի լրջությամբ, ով իրեն համարում էր հոր աջ ձեռքը ընտանեկան գործերում։ Այնտեղ բնական հիերարխիա կար, հիմնված սիրո փոխադարձ վստահության վրա, որն ավելի ներդաշնակ էր գործում, քան Անահիտի նախագահած բազմաթիվ կառավարման խորհուրդները։ Երբ հասան դրամարկղ, Անահիտը դիտեց, թե ինչպես է Արմենը ուշադիր հաշվում գումարը, նախքան վճարումը կատարելը։ Կրեդիտ քարտ չկար, շտապողականություն չկար։ Յուրաքանչյուր կոպեկ հաշվի էր առնվում, յուրաքանչյուր գնում մտածված։ Երեխաները համբերատար սպասում էին, ակնհայտորեն սովոր լինելով ֆինանսական գիտակցության այդ առօրյային։ Սուպերմարկետից դուրս գալով, ընտանիքը շարժվեց դեպի մոտակա փոքրիկ զբոսայգի։ Անահիտը կրկին հետեց նրանց, նստելով հեռավոր նստարանին, որտեղից կարող էր շարունակել դիտել։ Արմենը չնստեց հանգստանալու։ Փոխարենը, նա ակտիվորեն խաղում էր երեխաների հետ։ Վարդուհուն ճոճեց ճոճանակի վրա, գնդակ խաղաց Լոնի Թորոսի հետ, մասնակցեց նրանց խաղերին անսպառ թվացող էներգիայով։ Հրաշք կար այնցի մեջ, թե ինչպես նա լիովին ներկա էր այդ պահին։ Առանց հեռախոսի ձեռքին, առանց շեղումների, առանց շտապողականության։ Նրա ուշադրությունն ամբողջությամբ ուղղված էր երեխաներին, կարծես դրանք իր օրվա ամենակարևոր ժամերն էին։ Անահիտի համար, ով անընդհատ կապի մեջ էր, միշտ բազմաֆունկցիոնալ, այդ լիակատար ներկայությունը գրեթե հեղափոխական էր թվում։ Երբ Արը սկսեց մայր մտնել, Արմենը հավաքեց երեխաներին, նրանք քայլեցին դեպի տուն։ Անահիտը աննկատ հետեց նրանց մինչ համեստ բնակելի փողոց, դիտելով, թե ինչպես են նրանք մտնում փոքր, բայց լավ խնամված տուն։ Ճակատամասը նոր էր ներկված, մուտքի մոտ ծաղկամաններ կային, իսկ կողքի պատին հենված էր մանկական հեծանիվ։ Դա տուն էր, բառի ամենամաքուր իմաստով։ Ոչ թե շենք, այլ տուն, որտեղ ակնհայտորեն մարդիկ սիրում էին միմյանց, հոգ էին տանում միմյանց մասին։ Անահիտը մի քանի րոպե մնաց մեքենայում, երբ նրանք ներս մտան, մշակելով այն ամենը, ինչ տեսել էր։ Այդ գիշեր, իր պենթհաուսում, Անահիտը չէր կարողանում կենտրոնանալ ոչ մի բանի վրա։ Փորձեց աշխատել, բայց ֆինանսական հաշվետվություններն անիմաստ էին թվում։ Փորձեց հեռուստացույց դիտել, բայց ոչինչ չէր գրավում նրա ուշադրությունը։ Նրա միտքը շարունակում էր վերադառնալ այդ ընտանիքին, այն կյանքին, որը նրանք կիսում էին։ Ուրբաթ օրը նա աննկատ վարձեց մասնավոր դետեկտիվ, իրեն ասելով, որ դա պարզապես իր հետաքրքրությունը բավարարելու համար էր։ Նա ցանկանում էր ավելին իմանալ Արմենի մասին, ավելի լավ հասկանալ նրա պատմությունը, ներկա վիճակը։ Մի քանի օր անց ստացված զեկույցը բացահայտող հուզիչ էր։ Արմեն Մյուլլերը, ով այրիացել էր 5 տարի առաջ, ցերեկը աշխատում էր որպես հավելվածի վարորդ, իսկ երեկոյան սննդի առաքիչ։ Նա միջին հաշվով քնում էր գիշերը 5 ժամ, 3 երեխաներին միայնակ պահելու համար։ Նրա կինը հեռացել էր, երբ Թորոսը դեռ երեխա էր, պատճառաբանելով, որ չի կարողանում հաղթահարել ֆինանսապես դժվար կյանքի ճնշումը։ Այդ ժամանակից ի վեր Արմենը երեխաներին միայնակ էր մեծացրել, հրաժարվելով ընտանիքի օգնությունից, հպարտությունից, վճռականությունից, ապացուցելու, որ կարող է։ Երեխաները հիանալի աշակերտներ էին, լավ հարմարված, սոցիալապես ակնհայտորեն սիրված։ Լոնը մաթեմատիկայի տաղանդ էր ցուցաբերում, երազում էր ինժեներ դառնալ, ինչպես իր պապը։ Վարդուհին արվեստագետ էր, միշտ նկարում, պատմություններ ստեղծում։ Թորոսը, չնայած իր փոքր տարիքին, արդեն հետաքրքրություն էր ցուցաբերում մեխանիկայի նկատմամբ, հորը ընդօրինակելով ամեն անգամ, երբ հնարավոր էր։ Տունը, որտեղ նրանք ապրում էին, վարձակալված էր, Արմենը անընդհատ պայքարում էր հաշիվները ժամանակին վճարելու համար։ Ամիսներ կային, երբ նա ավելի քիչ էր ուտում, ապահովելու համար, որ երեխաները ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Այնուամենայնիվ, զեկույցը ցույց էր տալիս, որ նա երբեք չէր դադարեցրել հաշիվ վճարել կամ որևէ պատասխանատվություն կատարել։ Այն, ինչ ամենաշատը տպավորեց Անահիտին, այն էր, որ Արմենը հաճախ էր օգնում համայնքի այլ բնակիչներին փոքր մեխանիկական վերանորոգումներով,
միշտ հրաժարվելով վճարել ծառայությունների համար։ Նրա տեղական հեղինակությունը անբասիր էր։ Նա հայտնի էր որպես մեկը, ում կարելի էր վստահել, մի ամբողջական մարդ, ով իր երեխաներին դաստիարակում էր անձնական օրինակով։ Կարդալով այդ զեկույցը, Անահիտը զգաց մի բան, որը երբեք չէր զգացել նախկինում։ Անկեղծ հիացմունք մեկի նկատմամբ, ով այդքան քիչ նյութական բան ուներ, բայց այդքան հարուստ էր բնավորությամբ, վճռականությամբ։ Արմենը ամուր ընտանիք էր կառուցում սահմանափակ ռեսուրսներով, հիմնված այն արժեքների վրա, որոնք նա կորցրել էր ֆինանսական հաջողության իր որոնումներում։ Հանգստյան օրերին նրա մտքում մի գաղափար սկսեց ձևավորվել։ Դա համարձակ էր, հնարավոր է անխոհեմ, բայց նա անդիմադրելի։ Անահիտը սկսեց պատկերացնել, թե ինչպես կլինի մոտենալ այդ ընտանիքին, ոչ թե որպես միլիարդատեր գործադիր տնօրեն, այլ որպես սովորական մարդ, անկեղծ կապեր փնտրող։ Հաջորդ երկուշաբթի նա որոշում կայացրեց, որը կփոխեր իր կյանքի ընթացքը։ Գրասենյակ գնալու փոխարեն Անահիտը շարժվեց դեպի Նորք Մարաշի մոտակա թաղամաս փոքր բնակարան վարձեց։ Սեփականատիրոջը ասաց, որ աշխատում է որպես ֆրիլանսեր, հանգիստ տարածքի կարիք ունի, կենտրոնանալու համար։ Բնակարանը պարզ էր, հիմնականում կահավորված, բայց հաճելի տեսարան ուներ դեպի մի փոքրիկ հրապարակ, որտեղ նա գիտեր, որ երեխաները սովորաբար խաղում էին։ Դա հակառակն էր այն ամենի, ինչ նա գիտեր։ Առանց շքեղության, առանց պերճանքի, առանց այն առաջադեմ տեխնոլոգիայի, որը գերակշռում էր նրա կորպորատիվ կյանքում։ Բայց այդ պարզության մեջ ինչ-որ հանգստացնող բան կար։ Անահիտն անցկացրեց կեսօրը, կազմակերպելով իր նոր ժամանակավոր ինքնությունը։ Գնեց ավելի պարզ հագուստ, ուսումնասիրեց պատմություններ, որոնք կարող էին բացատրել իր ներկայությունը համայնքում, փորձեց ներկայացումներ, որոնք բնական կթվային։ Նա որոշեց, որ կլինի Անահիտ, ինքնազբաղված մասնագետ, ով աշխատում է խորհրդատվության ոլորտում տնից, մի պատմություն, որը բավականաչափ անորոշ էր, հավատալու համար։ Նրա պլանը աստիճանական էր։ Նախ, ներկայություն հաստատել համայնքում, ապա բնականաբար կրկին հանդիպել Արմենին նրա ընտանիքին։ Դա ռիսկային ռազմավարություն էր, բայց այն կապը ուսումնասիրելու անհրաժեշտությունը, որը նա զգացել էր, գերազանցում էր ցանկացած ռացիոնալ նկատառում։ Այդ գիշեր, առաջին անգամ տարիներ շարունակ, Անահիտը պարզ կերակուր կերավ, որը ինքն էր պատրաստել, նստած փոքրիկ սեղանի մոտ, պատուհանից դուրս նայելով մի կյանքի, որը նա պատրաստվում էր ուսումնասիրել։ Տագնապ կար, խառնված սպասումների հետ, որը նա չէր զգացել պատանեկությունից ի վեր, մի զգացում, որ նա կանգնած է ինչ-որ լիովին նոր պոտենցիալ փոխակերպող բանի շեմին։ Բնակարանում առաջին շաբաթն արագ անցավ, քանի որ Անահիտը հարմարվում էր իր համար ստեղծած լիովին նոր առօրյային։ Նա արթնանում էր ավելի վաղ, քան սովոր էր, պատրաստում էր իր սուրճը պատուհանից դիտում հարանության առավոտյան շարժը։ Հիանալի էր նկատել այդ համայնքի կյանքի օրինաչափությունները, դպրոց վազող երեխաները, աշխատանքի գնացող մեծահասակները, մայթերին զրուցող տարեցները։ Երկրորդ շաբաթ Անահիտը վերջապես ստացավ այն հնարավորությունը, որին սպասում էր։ Շաբաթ առավոտ էր, երբ նա ծանոթ ձայներ լսեց շենքի դիմացի փոքրիկ հրապարակում։ Պատուհանից նայելով նա տեսավ Արմենին իր 3 երեխաների հետ, որոնք կազմակերպում էին իմպրովիզացված պիկնիկ։ Երեխաները աշխույժ էին, օգնելով սփռոց փռել գետնին, մինչ Արմենը պարզ պայուսակից հանում էր սենդվիչները։ Խորը շունչ քաշելով նյարդերը հանդարտեցնելու համար, Անահիտն իջավ հրապարակ, ձեռքին գիրք, ծածնելով, թե իր նպատակը պարզապես բացօթյա ընթերցանությունն էր։ Նա ընտրեց մի նստարան, որը բավականաչափ մոտ էր, պատահական թվալու համար, բայց ոչ այնքան մոտ, որ ներխուժող թվար։ Շուտով Թորոսը իր բնորոշ էներգիայով սկսեց վազել գնդակի հետից, որը վերջապես գլորվեց այն նստարանի ուղղությամբ, որտեղ Անահիտը նստած էր։ Գնդակը կանգ առավ հենց նրա ոտքերի մոտ, երբ նա բարձրացրեց աչքերը, տեսավ փոքրիկ տղային, որը կանգնած էր իր դիմաց, նայելով նրան մանկությանը բնորոշ անմեղ հետաքրքրությամբ։ Ներողություն տիկին, կարող եմ վերցնել իմ գնդակը, հարցրեց Թորոսը այն քաղաքավարությամբ, որն ակնհայտորեն սովորեցրել էր հայրը։ Իհարկե, սիրելիս, պատասխանեց Անահիտը, անկեղծ ժպիտով տալով նրան գնդակը։ Դու շատ ուժեղ հարված ունես։ Թորոսը հպարտ ժպտաց։ Հայրս է սովորեցրել։ Նա շատ բաներ գիտի խաղալ։ Հենց այդ ժամանակ Արմենը մոտեցավ, ակնհայտորեն գալով որդուն վերցնելու համար, զարմացած կանգ առավ, ճանաչելով Անահիտին։ Դուք չեք այն աղջիկը, ում մեքենան փչացել էր, հարցրեց նա, այն ջերմ ժպիտով, որը նա պահել էր հիշողության մեջ։ Այո, ես եմ, պատասխանեց Անահիտը, փորձելով նույնքան զարմացած թվալ։ Արմեն, չէ՞։
Ինչ պատահականություն է ձեզ այստեղ հանդիպելը։ Ես այստեղ մոտ եմ ապրում, բացատրեց Արմենը, անորոշորեն մատնացույց անելով իր տան ուղղությունը։ Իսկ դուք… Չէի սպասում ձեզ այս շրջանում տեսնել։ Ես տեղափոխվեցի այնտեղ, Անահիտը մատնացույց արեց իր հետի շենքը։ Ես աշխատում եմ որպես ֆրիլանս խորհրդատու, ավելի հանգիստ տեղի կարիք ունեի կենտրոնանալու համար։ Բացատրությունը կարծես թե բավարարեց Արմենին, ով դրականորեն գլխով արեց։ Դա լավ թաղամաս է դրա համար։ Մարդիկ ջերմ են, հարգում են միմյանց գաղտնիությունը։ Լոնն ու Վարդուհին մոտեցել էին, հետաքրքրված, թե ով է այն մարդը, ում հետ հայրը խոսում էր։ Արմենը բնականաբար ներկայացրեց նրանց։ Երեխաներ, սա Անահիտն է։ Նա ինձ օգնեց, երբ անցյալ շաբաթ նրա մեքենան փչացավ։ Իրականում, ձեր հայրն էր, ով ինձ օգնեց, ուղղեց Անահիտը ժպիտով։ Նա փրկեց իմ օրը, երբ ես լիովին շփոթված էի։ Վարդուհին 8 տարեկան երեխաներին բնորոշ խորաթափանցությամբ, հետաքրքրությամբ ուսումնասիրեց Անահիտին։ Դուք նոր եք թաղամասում։ Շատ նոր, ընդունեց Անահիտը։ Իրականում, ես դեռ ծանոթանում եմ տարածքին։ Կարող եք ինձ մի քանի խորհուրդ տալ լավագույն վայրերի մասին։ Հարցը էնտուզիազմի հորթանք բացեց։ Լոնը սկսեց թվարկել հաց գնելու լավագույն վայրերը, Վարդուհին խորհուրդ տվեց համայնքային գրադարանը, որտեղ նա նկարչության դասեր էր ստանում, իսկ Թորոսը պնդեց, որ նա պետք է այցելի պաղպաղակատունը, որը 2 թաղամաս հեռու էր։ Արմենը դիտում էր փոխազդեցությունը զվարճալի ժպիտով։ Զգույշ եղեք, թե չէ մեկ կեսօրում կճանաչեք թաղամասի յուրաքանչյուր սանտիմետրը։ Պատիվ կլիներ ունենալ այդքան որակյալ ուղեցույցներ, պատասխանեց Անահիտը, նրա պատասխանը ծիծաղ առաջացրեց երեխաների մոտ։ Կուզեք մեզ հետ ճաշել, իմպուլսիվորեն հարցրեց Թորոսը։ Հայրիկը համեղ սենդվիչներ է պատրաստել։ Արմենը մի պահ ամաչած թվաց։ Թորոս, դու չես կարող պարզապես մարդկանց հրավիրել առանց։ Մի անհանգստացեք, շտապեց ասել Անահիտը։ Շատ բարի է նրա կողմից, բայց չեմ ուզում խանգարել ձեր ընտանեկան ժամանակը։ Իրականում, Արմենը մի պահ վարանեց, եթե այլ պլաններ չունեք, հաճույքով կունենայիք ձեր ընկերակցությունը։ Երեխաներին ակնհայտորեն դուր եկաք։ Դա հենց այն բացումն էր, որին Անահիտը սպասում էր, բայց երբ վերջապես դա տեղի ունեցավ, նա իսկապես նյարդայնացավ։ Եթե վստահ եք, որ անհարմարություն չի լինի։ Իհարկե ոչ, ասաց Վարդուհին, արդեն բռնելով Անահիտի ձեռքը։ Եկեք, ես ձեզ ցույց կտամ, թե ինչպես են կազմակերպում մեր պիկնիկները։ Հաջորդ րոպեները բացահայտում էին Անահիտի համար։ Նա դիտեց, թե ինչպես էր ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր դերը կատարում բացօթյա ճաշի փոքրիկ ծեսում։ Լոնը բաժանում էր սենդվիչները, Վարդուհին կազմակերպում էր անձեռոցիկներն ու բաժակները, Թորոսը պատասխանատու էր սփռոցը մաքուր պահելու համար։ Դա ընտանեկան խորեոգրաֆիա էր, հիմնված համագործակցության փոխադարձ սիրո վրա։ Ճաշը պարզ էր, խոզապուխտով պանրով սենդվիչներ, տուփի հյութ, մի քանի միրգ, բայց զրույցը հարուստ էր գրավիչ։ Երեխաները խոսում էին դպրոցի, իրենց երազանքների, իրենց սիրելի խաղերի մասին։ Արմենը ուշադիր լսում էր ամեն ինչ, հարցեր տալով, որոնք ցույց էին տալիս իրական հետաքրքրությունը իր երեխաների կյանքի նկատմամբ։ Իսկ դուք, Անահիտ, ինչ եք կոնկրետ անում, հարցրեց Լոնը միշտ հետաքրքրասեր։ Անահիտը փորձել էր այս պատասխանը։ Ես օգնում եմ ընկերություններին ավելի լավ կազմակերպվել։ Ես հիմնականում աշխատում եմ համակարգչով, վերլուծելով տեղեկատվություն առաջարկություններ անելով։ Դժվար է մենակ աշխատելը, նկատեց Վարդուհին, իր տարիքի համար զարմանալի հասունությամբ։ Երբեմն միայնակ է, անկեղծորեն ընդունեց Անահիտը։ Բայց դա նա իր առավելություններն ունի։ Եթե միայնակ զգաք ձեզ, կարող եք գալ մեզ հետ խաղալու, առաջարկեց Թորոսը փոքր երեխաներին բնորոշ զինաթափող անկեղծությամբ։ Առաջարկի պարզությունը խորապես հուզեց Անահիտին։ Դա ամենաբարի հրավերն է, որը ես ստացել եմ երկար ժամանակ։ Արմենը մի պահ ուսումնասիրեց նրա արտահայտությունը։ Դուք ընտանիք ունեք Երանում։ Ունեմ, բայց մենք հեռու ենք, պատասխանեց Անահիտը, զգուշորեն ընտրելով բառերը։ Ես շատ եմ աշխատում, մի փոքր մեկուսացել եմ մարդկանցից։ Հասկանում եմ, ասաց Արմենը, ըմբռնումով։ Երբեմն կյանքը մեզ տանում է այնպիսի ճանապարհներով, որոնք մենք չէինք սպասում։ Նրա ձայնում խորություն կար, որը հուշում էր, որ նա խոսում էր սեփական փորձից։ Անահիտը հիշեց դետեկտիվի զեկույցը, ընտանիքը լքած կնոջ մասին հիշատակումը։
Նա հասկացավ, որ Արմենը նույնպես բախվել էր իր սեփական միայնության լքվածության տեսակին։ Կեսօրվա մնացած մասն անցավ հանգիստ հաճելի մթնոլորտում։ Անահիտը օգնեց կազմակերպել թաքստոցի խաղ, Թորոսին ճոճեց ճոճանակի վրա, լսեց Վարդուհու մանրամասն պատմությունները արքայադուստրերի վիշապների մասին։ Դա առաջին անգամն էր տարիների մեջ, որ նա թույլ էր տալիս իրեն պարզապես ներկա լինել պահին, առանց մտածելու ապագա պարտավորությունների կամ սպասվող պատասխանատվությունների մասին։ Երբ մթնշաղը սկսեց մոտենալ, Արմենը սկսեց հավաքել պիկնիկի իրերը։ Կարծում եմ, տուն վերադառնալու ժամանակն է։ Հրաշալի կեսօր էր, անկեղծորեն ասաց Անահիտը։ Շնորհակալություն ինձ ներառելու համար։ Կարող ենք սա նորից անել, հույսով հարցրեց Վարդուհին։ Արմենը հարցական հայացքով նայեց Անահիտին։ Եթե Անահիտը կուզենա, իհարկե։ Ես շատ կցանկանայի, պատասխանեց նա չէր ձացնում իր էնտուզիազմը։ Ինչպես կլինի հաջորդ կիրակի, առաջարկեց Լոնը։ Հայրիկը միշտ բլիթներ է պատրաստում կիրակի օրերին։ Լոն, Արմենը նրբորեն հանդիմանեց նրան, թույլ տուր Անահիտին որոշել, թե արդյոք նա ուզում է։ Իրականում, ես շատ կցանկանայի փորձել այդ հայտնի բլիթները, ընդհատեց Անահիտը։ Եթե շատ անհարմարություն չի լինի։ Երբեք անհարմարություն չէ, հավաստիացրեց Արմենը։ Դուք շատ ողջունելի կլինեք։ Վերադառնալով իրենց տները, Անահիտն իրեն տարօրինակ կերպով խաղաղ զգաց։ Այդ օրվա պարզության մեջ ինչ-որ բան կար, որը կտրուկ հակադրվում էր իր սովորական կյանքի արհեստական բարդությանը։ Չկար թաքնված օրակարգ, չկար կորպորատիվ քաղաքականություն, չկային սոցիալական ներկայացումներ։ Միայն անկեղծ մարդիկ, որոնք կիսում էին անկեղծ պահեր։ Այդ գիշեր, մենակ իր ժամանակավոր բնակարանում, Անահիտը մտածում էր այդ օրվա մասին։ Նա կարողացել էր բնականաբար ինտեգրվել այդ ընտանիքի կյանքին, բայց այն, ինչ ամենաշատն էր զարմացնում նրան, այն էր, թե ինչպես էր այդ փորձն ազդում իր վրա։ Առաջին անգամ տարիներ շարունակ նա իրեն գնահատված էր զգացել այն բանի համար, թե ով էր որպես մարդ, ոչ թե այն բանի համար, ինչ ուներ կամ ներկայացնում էր։ Երեխաներին նա դուր էր եկել, քանի որ նա բարի ուշադիր էր եղել։ Արմենը նրան ներառել էր, քանի որ նա անկեղծ հետաքրքրություն էր ցուցաբերել նրանց կյանքի նկատմամբ։ Դա լիովին տարբեր սոցիալական դինամիկա էր այն աշխարհից, որին նա սովոր էր, որտեղ յուրաքանչյուր փոխազդեցություն լի էր սպասումներով, փոխադարձ շահերով։ Հաջորդ օրերին Անահիտը հաստատվեց նոր առօրյայի մեջ։ Առավոտյան մի քանի ժամ աշխատում էր այն նախագծերի վրա, որոնք կարող էր կառավարել հեռակա կարգով, ապա կեսօրներն անցկացնում էր թաղամասը ուսումնասիրելով, համայնքի կյանքը դիտելով։ Աստիճանաբար նա սկսեց ճանաչվել հարանների կողմից, ողջունվել փողոցներում, ներառվել պատահական զրույցների մեջ։ Նա բացահայտեց մի սոցիալական չափում, որը երբեք չէր զգացել, համայնքին պատկանելու զգացումը, որտեղ մարդիկ հոգ էին տանում միմյանց մասին ոչ թե պարտավորությունից կամ շահից դրդված, այլ բնական հարազատությունից, մարդկային մտերմությունից։ Ազատագրող էր պարզապես լինել Անահիտը, ֆրիլանս խորհրդատուն, այլ ոչ թե Անահիտ Ալյանցյանը, միլիարդատեր ժառանգուհին։ Ուրբաթ օրը նա Արմենին հանդիպեց սուպերմարկետում, որտեղ նրան առաջին անգամ էր դիտել։ Այս անգամ փոխազդեցությունը լիովին բնական էր։ Անահիտ, բացականչեց Վարդուհին, վազելով նրան ողջունելու։ Դուք դեռ կիրակի գալու եք մեր տուն։ Իհարկե, պատասխանեց Անահիտը, շոյելով աղջկա մազերը։ Ես այդ բլիթները ոչ մի բանի հետ չէի փոխի։ Դրանք իսկապես առանձնահատուկ են, հաստատեց Արմենը ժպիտով։ Ընտանեկան գաղտնի բաղադրատոմս։ Հիմա ես էլ ավելի հետաքրքրված եմ, ասաց Անահիտը։ Հենց այդ ժամանակ նա նկատեց, որ Արմենի գնումների սայլակն ավելի դատարկ էր, քան առաջին անգամ, երբ նրան դիտել էր։ Միայն հիմնական իրեր, նա կարծես մտավոր հաշվարկում էր ընդհանուր գումարը, ընտրելով ապրանքները։ Ամեն ինչ լավ է, աննկատ հարցրեց նա, մինչ երեխաները շեղված էին մրգեր ընտրելով։ Արմենը մի պահ վարանեց։ Որոշ շաբաթներ ավելի դժվար են, քան մյուսները։ Ոչինչ, որ միացյալ ընտանիքը չի կարող հաղթահարել։ Պատասխանում հպարտություն կար, բայց նա խոցելիություն, որը խորապես հուզեց Անահիտին։ Նա հիշեց իր սեփական առատ նյութական կյանքը, որտեղ երբեք կարիք չէր ունեցել հաշվարկել հիմնական գնումների արժեքը։ Նրանց իրականությունների միջ անհամապատասխանությունը ակնհայտ էր, բայց դա միայն մեծացնում էր նրա հիացմունքը, թե ինչպես էր Արմենը պահպանում արժանապատվությունն ու լավատեսությունը դժվարությունների դեմ։ Եթե երբևէ որևէ բանի կարիք ունենաք, սկսեց ասել։
Շնորհակալ եմ, բայց մենք լավ ենք, Արմենը նրբորեն, բայց վճռականորեն ընդհատեց նրան։ Մենք միշտ լուծում ենք գտել։ Անահիտը հարգեց նրա դիրքորոշումը, բայց մտովի սկսեց պլանավորել օգնելու աննկատ ձեր առանց վնասելու Արմենի հպարտությունը կամ անհարմար իրավիճակներ ստեղծելու։ Նա սկսում էր հասկանալ, որ իր ներկայությունը այդ ընտանիքի կյանքում պետք է կառուցվեր հարգանքի իսկության վրա, ոչ թե մեծ ժեստերի, որոնք կարող էին առաջացնել անցանկալի անհավասարակշռություններ։ Կիրակին եկավ բյուրեղյա կապույտ երկնքով նուրբ զեփյուրով, որը կրում էր հարանության այգիների բույրը։ Անահիտն արթնացավ հաճելի անհանգստությամբ, այնպիսի զգացումով, որը չէր զգացել մանկությունից ի վեր, երբ կիրակիները նշանակում էին արկածներ հայտնագործություններ, ֆինանսական հաշվետվությունների ռազմավարական հանդիպումների փոխարեն։ Նա որոշեց որոշ բաղադրիչներ բերել որպես ներդրում, բայց զգույշ էր, ընտրելով պարզ իրեր, որոնք շռայլ չթվային։ Թարմ մրգեր, բնական հյութ մի փոքրիկ տորտ, որը գնել էր տեղական հացի փռից։ Կարող էր պահպանել հետողականությունը իր նոր ինքնության հետ անհարկի կասկածներ չառաջացնել։ Երբ հասավ Արմենի տուն, երեխաներն արդեն արթուն էին աշխույժ։ Տունը, առաջին անգամ ներսից տեսնելով, հենց այնպիսին էր, ինչպիսին Անահիտը պատկերացրել էր, փոքր, բայց հարմարավետ, պարզ, բայց լավ խնամված կահույքով, պատերին ընտանեկան լուսանկարներով, սառնարանին կպցված մանկական նկարներով։ Սեր կար յուրաքանչյուր մանրուքի մեջ, սկսած իմպրովիզացված դարակում կազմակերպված գրքերից մինչ գունավոր զամբյուղներում պահված խաղալիքները։ Ժամանակին եկաք, հայտարարեց Արմենը կրելով գոգնոց, որն ակնհայտորեն զարդարված էր երեխաների կողմից։ Բլիթները գրեթե պատրաստ են։ Խոհանոցը փոքր էր, բայց ֆունկցիոնալ, Անահիտը հիացած դիտում էր, թե ինչպես էր Արմենը արդյունավետորեն շարժվում սալօջախի, լվացարանի աշխատանքային մակերեսի միջ։ Երեխաներն ունեին իրենց սեփական առաջադրանքները։ Լոնը սեղան էր պատրաստում, Վարդուհին կազմակերպում էր լրացուցիչները, իսկ Թորոսը պատասխանատու էր հաշվելու, թե քանի բլիթ էր ուզում յուրաքանչյուրը։ Քանիսը ձեզ համար, Անահիտ, հարցրեց Թորոսը, իր պատասխանատվությունը շատ լրջորեն ընդունելով։ 2, խնդրում եմ, պատասխանեց նա, հիացած տղայի լրջությամբ։ Հայրիկն աշխարհի լավագույն բլիթներն է պատրաստում, բացարձակ համոզմունքով հայտարարեց Վարդուհին։ Իսկ դուք ինչպես գիտեք, կատակեց Լոնը։ Դուք աշխարհի բոլոր բլիթները չեք փորձել։ Պետք չէ, հակադարձեց Վարդուհին։ Երբ ինչ-որ բան կատարյալ է, դուք պարզապես գիտեք։ Արմենը ծիծաղեց իր երեխաների զրույցից, բայց Անահիտը նկատեց հպարտության փայլ նրա աչքերում։ Ակնհայտ էր, որ այդ ընտանեկան պահերը թանկ էին նրա համար, ինչպես երեխաների համար։ Երբ վերջապես նստեցին ուտելու, Անահիտը հասկացավ, թե ինչու էին բլիթները ընտանեկան համբավ ունեցել։ Դրանք իսկապես համեղ էին, թեթ, ոսկեգույն, կատարյալ հյուսվածքով։ Բայց ավելին, դրանք պատրաստված էին սիրով մատուցվում էին մի միջավայրում, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն գնահատված սիրված էր զգում։ Սա միանշանակ ամենալավ կիրակի առավոտն է, որ ես ունեցել եմ երկար ժամանակ, անկեղծորեն ասաց Անահիտը։ Դուք սովորաբար առանձնահատուկ առավոտներ չեք ունենում, հետաքրքրությամբ հարցրեց Վարդուհին։ Հարցը Անահիտին անակնկալի բերեց։ Ինչպես բացատրել 8 տարեկան երեխային, որ կիրակի առավոտները սովորաբար նշանակում էին լրացուցիչ աշխատանք, հաշվետվություններ, որոնք պետք է վերանայվեին, կամ սոցիալական միջոցառումներ, որտեղ նա ծածնում էր, թե զվարճանում է։ Ոչ այսպիսին, անկեղծորեն պատասխանեց նա։ Դուք ինձ հիշեցրեցիք, թե որքան լավ է ընտանիք ունենալը այս պահերը կիսելու համար։ Արմենը ուշադիր դիտեց նրան։ Դուք իսկապես մոտ ընտանիք չունեք։ Ունեմ, բայց Անահիտը զգուշորեն ընտրեց բառերը, երբեմն ընտանիքները հեռանում են, երբ մարդիկ կյանքում տարբեր ճանապարհներ են ընտրում։ Դա տխուր է, մեկնաբանեց Լոնը, երեխաներին բնորոշ անկեղծությամբ։ Մի փոքր, ընդունեց Անահիտը։ Բայց երբեմն կյանքը մեզ նոր կապի հնարավորություններ է ընձեռում։ Նախաճաշից հետո օրն անցավ բնականon հունով։ Անահիտն օգնեց լվանալ ամանները, մինչ երեխաները կազմակերպում էին իրենց պատրաստած թատերական ներկայացումը։ Արմենը օգտվեց առիթից, վերանորոգելու կաթող ծորակը, Անահիտն առաջարկեց օգնել, հետաքրքրված նրա ձեռքի հմտություններով։ Դուք նա ջրամատակարարությունից եք հասկանում, հարցրեց նա, տպավորված նրա հմտությունից։ Երբ տուն 3 երեխա ունես, ամեն ինչից մի քիչ սովորում ես, պատասխանեց Արմենը, ճշգրիտ կերպով կարգավորելով պտուտակը։ YouTube-ը կարիքը մեծ ուսուցիչներ են։ Անահիտը ծիծաղեց, բայց նա հիացմունքի ցավ զգաց։ Արմենը զարգացրել էր բազմակողմանիություն, որը ծնվել էր պատասխանատվությունից, ռեսուրսների սահմանափակությունից։
Դա հակառակն էր այն ծայրահեղ մասնագիտացմանը, որը գերակշռում էր իր կորպորատիվ աշխարհում, որտեղ յուրաքանչյուր գործառույթ փոխանցվում էր մասնագետներին։ Կեսօրն անցավ բակում խաղերով, երեխաների դեռս անավարտ տնային առաջադրանքներին օգնելով ապագա երազանքների ու պլանների մասին զրույցներով։ Անահիտը պարզեց, որ Լոնն իսկապես երազում էր ինժեներ դառնալ, ոգեշնչված այն պատմություններով, որոնք Արմենը պատմում էր պապի մասին։ Վարդուհին ցանկանում էր ուսուցչուհի կամ արվեստագետ դառնալ, դեռս անվճռական, երեխաներին սովորեցնելու կամ կոմիքսներ ստեղծելու միջ։ Թորոսը իր 6 տարեկանով ամեն շաբաթ փոխում էր մասնագիտությունը, բայց վերջին շրջանում հիացած էր ինքնաթիռի օդաչու դառնալու գաղափարով։ Իսկ դուք, Անահիտ, հարցրեց Վարդուհին։ Ինչ էր ձեր երազանքը, երբ մեր տարիքին էիք։ Հարցը հիշողությունների հորթանք բերեց, որոնք Անահիտը վաղուց թաղել էր։ Ես ուզում էի անասնաբույժ դառնալ, պատասխանեց, զարմացնելով իրեն անկեղծությամբ։ Երազում էի կենդանիներին խնամելու ֆերմա ունենալու մասին, որտեղ կարող էի օգնել վիրավոր կենդանիներին։ Ինչու՞։ Անասնաբույժ չդարձաք, պնդեց Վարդուհին։ Երբեմն կյանքը մեզ այլ ճանապարհներով է տանում, դիվանագիտորեն պատասխանեց Անահիտը։ Ինչպես բացատրել, որ նա մանկուց ուղղորդվել էր դեպի բիզնես աշխարհը, որ իր մանկական երազանքները աստիճանաբար փոխարինվել էին ընտանեկան սպասումներով, սոցիալական ճնշումներով։ Բայց դուք դեռ սիրում եք կենդանիներին, հարցրեց Թորոսը։ Շատ, ընդունեց Անահիտը։ Իրականում, մտածում էի շուն որդեգրել հիմա, երբ տեղափոխվեցի թաղամաս։ Իրոք, միաձայն բացականչեցին 3 երեխաները։ Հայրիկ, Անահիտը շուն է ունենալու, հայտարարեց Թորոսը, կարծես դա օրվա ամենահուզիչ նորությունն էր։ Արմենը ժպտաց։ Շունը դժվարություն է, բայց նա շատ ուրախություն է բերում։ Մենք ունեինք մեկը, երբ երեխաները փոքր էին։ Ինչ պատահեց նրան, հարցրեց Անահիտը։ Հիվանդացավ, Արմենը վարանեց, նայելով երեխաներին, գնաց ապրելու մի ֆերմայում, որտեղ ավելի շատ տարածք ուներ վազելու համար։ Անահիտն անմիջապես հասկացավ բացատրության նրբությունը։ Եվս մեկ ապացույց, թե ինչպես էր Արմենը պաշտպանում իր երեխաներին կյանքի դաժանությունից, առանց նրանց անմիջականորեն ստելու։ Օրվա վերջում, երբ Անահիտը պատրաստվում էր վերադառնալ իր բնակարան, Վարդուհին մոտեցավ նրան, ձեռքին մի նկար, որը նա արել էր օրվա ընթացքում։ Սա ձեզ համար է, ասաց աղջիկը, տալով նրան գունավոր թերթիկը։ Սա մեր ընտանիքն է, դուք էլ եք այստեղ։ Նկարում պատկերված էին 5 կերպարներ, ձեռք ձեռքի տված տան դիմաց։ Արմենը կենտրոնում, 3 երեխաները նրա շուրջը, 5-րդ կերպարը, որը Վարդուհին նույնականացրել էր պիտակով, Անահիտ, մեր հատուկ ընկերուհին։ Անահիտը զգաց, թե ինչպես են իր աչքերը լցվում արցունքներով։ Դա առաջին անգամն էր տարիների մեջ, որ մեկը նրան ներառել էր այդքան անձնական նշանակալի բանի մեջ, առանց իմանալու նրա սոցիալական կամ ֆինանսական դիրքի մասին։ Դա ամենագեղեցիկ նվերն է, որը ես երբեք ստացել եմ, անկեղծորեն ասաց նա, ծնկի իջնելով Վարդուհու հասակին հավասարվելու համար։ Դուք կպահեք, հարցրեց աղջիկը։ Հավերժ, խոստացավ Անահիտը։ Այդ գիշեր, մենակ իր բնակարանում, Անահիտը Վարդուհու նկարը դրեց սառնարանին, երկար րոպեներ նայեց դրան։ Նրա կյանքում ինչ-որ խորապես փոխակերպող բան էր տեղի ունենում, նա սկսում էր հասկանալ, որ դա պարզապես հետաքրքրություն կամ ժամանակավոր զվարճանք չէր։ Նա զարգացնում էր անկեղծ զգացմունքային կապեր այդ ընտանիքի հետ։ Հաջորդ երկուշաբթի Անահիտը կարևոր որոշում կայացրեց։ Օգտագործելով աննկատ կապեր բարդ կորպորատիվ կառույցներ, նա սկսեց բժշկական հիմնադրամ ստեղծելու գործընթացը, որը կենտրոնացած էր ցածր եկամուտ ունեցող ընտանիքների շտապ բժշկական օգնության վրա։ Դա կլիներ նրա ներդրման ձը այն համայնքին, որն իրեն ընդունում էր, բայց պահպանելով լիակատար անանունություն։ Հիմնադրամը կստեղծվեր բավարար ռեսուրսներով, ինքնուրույն գործելու համար, առաջարկելով խորհրդատվություններ, հետազոտություններ, պրոցեդուրաներ, որոնք հանրային համակարգը չէր կարողանում պատշաճ կերպով ծածկել։ Անահիտը աշխատեց մասնագիտացված իրավաբանների հետ, ապահովելու համար, որ իր անվան կամ ընտանեկան ընկերության հետ որևէ կապ չկարողանա հետագծվել։ Հաջորդ շաբաթների ընթացքում Անահիտի առօրյան բնականաբար հաստատվեց իր նվազագույն կորպորատիվ պարտականությունների նորկ մարաշի իր նոր կյանքի մեջ։ Նա դարձավ Արմենի ընտանիքի կյանքի կանոնավոր մասնակից, օգնելով տնային առաջադրանքներին, մասնակցելով պարզ ընթրիքներին, բացահայտելով անկեղծ սիրո վրա հիմնված հարաբերությունների ուրախությունը, սոցիալական հարմարավետության փոխարեն։ Հենց այդ երեքշաբթի կեսօրներից մեկի ժամանակ էր, երբ նա օգնում էր Վարդուհուն գիտության նախագծի հետ, որ նա նկատեց մի անհանգստացնող բան։
Աղջիկն անցյալ շաբաթ մի քանի անգամ գլխացավ էր բողոքել, այդ օրը նա հատկապես գունատ ու հոգնած էր թվում։ Լավ եք զգում ձեզ, արքայադուստր, հարցրեց Անահիտը, դիպչելով վարդուհու ճակատին ստուգելու, թե արդյոք ջերմություն ունի։ Մի քիչ հոգնած եմ, ընդունեց վարդուհին։ Եվ իմ գլուխը երբեմն ցավում է։ Արմենը, ով խոհանոցում ընթրիք էր պատրաստում, լսեց զրույցը, մոտեցավ տեսանելի անհանգստությամբ։ Քանի՞ օր է, որ դա զգում եք։ Մի քանի, անորոշ պատասխանեց վարդուհին։ Կարծում եմ, ավելի լավ է հանդիպում նշանակենք տեղական պոլիկլինիկայում, որոշեց Արմենը։ Կարող է պարզապես դպրոցական հոգնածություն լինել, բայց ավելի լավ է համոզվել։ Անահիտը դիտեց Արմենի դեմքի անհանգստությունը, զգաց, թե ինչպես է իր սիրտը սեղմվում։ Ընդամենը մի քանի շաբաթում վարդուհին իր համար հատուկ էր դարձել այնպես, ինչպես չէր կարողանում բացատրել։ Աղջկա հիվանդ լինելու գաղափարը պաշտպանական բնազդ արթնացրեց, որը նա չգիտեր, որ ուներ։ Եթե որե բանի կարիք ունենաք, ցանկացած բանի, ասացեք ինձ, ասաց Անահիտը, նրբորեն դիպչելով Արմենի ուսին։ Շնորհակալություն, պատասխանեց նա ժպիտով, որը չկարողացավ ամբողջությամբ թաքցնել իր անհանգստությունը։ Հավանաբար դա պարզապես փուլ է։ Երեխաներն անցնում են դրանով։ Բայց հաջորդ օրերին վարդուհու վիճակը վատթարացավ։ Գլխացավերն ավելի հաճախակի դարձան, նա սկսեց գլխապտույտի դրվագներ ունենալ, նրա սովորական էներգիան զգալիորեն նվազեց։ Արմենը նրան տեղական պոլիկլինիկա տարավ, բայց բժիշկները, գերծանրաբեռնված սահմանափակ ռեսուրսներով, միայն ցավազրկողներ նշանակեցին, հանգիստ խորհուրդ տվեցին։ Անահիտը հետում էր իրավիճակին աճող անհանգստությամբ, առաջարկելով գործնական օգնություն, որտեղ կարող էր, պատրաստելով կերակուրներ, հոգ տանելով Լոնի Թորոսի մասին, մինչ Արմենը վարդուհուն տանում էր խորհրդատվությունների, տունը կազմակերպված պահելով։ Բայց նրա միտքը անընդհատ աշխատում էր ավելի վերջնական լուծումների վրա։ Երբ Արմենը պատահաբար հիշատակեց, որ ցանկանում է վարդուհուն մասնագետի մոտ տանել, բայց հանրային համակարգի միջոցով ուղեգիր ստանալը ամիսներ կտի, Անահիտը գիտեր, որ գործելու ժամանակն է։ Նրա բժշկական հիմնադրամը գրեթե գործում էր, սա կլիներ նրա առաջին իրական դեպքը։ Այդ գիշեր նա մինչ ուշ աշխատեց, կազմակերպելով մանրամասները, որպեսզի հիմնադրամը կարողանա պաշտոնապես առաջարկել իր ծառայությունները համայնքին։ Վարդուհին համապատասխան բժշկական օգնության կարիք ուներ, Անահիտը վճռական էր ապահովելու, որ նա ստանա այն, նույնիսկ եթե դա նշանակում էր արագացնել իր բոլոր պլանները, վտանգել բացահայտումը։ Վարդուհու վիճակն արագորեն վատթարացավ հաջորդ օրերին։ Այն, ինչ սկսվել էր որպես երբեմնի գլխացավեր, վերածվեց սրտխառնոցի դրվագների, կենտրոնանալու դժվարությունների, որոնք Արմենին ակնհայտորեն հուսահատեցրին։ Տեղական պոլիկլինիկան, գերծանրաբեռնված սահմանափակ ռեսուրսներով, չէր կարողանում առաջարկել ավելին, քան հիմնական դեղորայք ուղեգրի խոստում, որը կարող էր ամիսներ տել։ Անահիտը դիտում էր, թե ինչպես էր Արմենը փորձում պահպանել հանգստությունը երեխաների առաջ, բայց նկատում էր աճող հուսահատությունը նրա աչքերում։ Գիշերը, երբ երեխաները քնած էին, նա նրան գտնում էր խոհանոցում, նստած սառը սուրճի բաժակի առաջ, հաշվարկելով ֆինանսական հնարավորություններ, որոնք պարզապես գոյություն չունեին։ Տեսնել, թե ինչպես է այդ ուժեղ նվիրված մարդն իրեն անզոր զգում դստեր հիվանդության առաջ, Անահիտի սիրտը կոտրում էր այնպես, ինչպես չէր կարծում, որ հնարավոր է։ Մասնավոր հետազոտությունները մի ամբողջ կարողություն են արժենում, խոստովանեց Արմենը նրան այդ դժվար գիշերներից մեկում։ Եվ նույնիսկ եթե ես կարողանայի գումար հավաքել, չգիտեմ, թե վարդուհին որքան կարող է սպասել։ Անահիտը բռնել էր նրա ձեռքերը իր ձեռքերի մեջ, զգալով այն պատասխանատվության ծանրությունը, որը նա ստանձնել էր, մոտենալով այդ ընտանիքին։ Միգուցե այլ տարբերակներ կան։ Աջակցության ծրագրեր, կազմակերպություններ, որոնք օգնում են։ Ես ամեն ինչ ուսումնասիրել եմ, հառաչեց Արմենը։ Սպասման ցուցակները հսկայական են, վարդուհին։ Նա հիմա օգնության կարիք ունի։ Հենց այդ գիշեր Անահիտը վերջնական որոշում կայացրեց։ Հաջորդ առավոտ նա աննկատ զանգահարեց իր նորաստեղծ բժշկական հիմնադրամի համակարգողներին։ Ժամանակն էր պաշտոնապես ակտիվացնել ծառայությունները, ստիպել, որ դա բնական պատահականություն թվա, որ բարեգործական կազմակերպությունն անվճար բժշկական օգնություն էր առաջարկում հենց այդ շրջանում։ Ես ուզում եմ, որ հիմնադրամը համայնքային արշավ անցկացնի, հրահանգեց Անահիտը հեռախոսով, օգտագործելով կազմակերպության տնօրենի պաշտոնում գրանցված կեղծ անունը։ Անվճար խորհրդատվություններ, հետազոտություններ շրջանի երեխաների համար։ Սկսեք անմիջապես։
2 օր անց Նորք Մարաշում սկսեցին հայտնվել թռուցիկներ, որոնք հայտարարում էին, որ ընտանեկան հույսի հիմնադրամը անվճար բժշկական օգնություն էր առաջարկում մոտակա առտրային շենքում ժամանակավորապես տեղակայված կլինիկայում։ Ծառայությունները ներառում էին մասնագիտացված խորհրդատվություններ, պատկերային լաբորատոր հետազոտություններ, ամեն ինչ անվճար ապացուցված կարիքավոր ընտանիքների համար։ Արմենը թռուցիկը ստացավ վարդուհու միջոցով, ով այն գտել էր դպրոցում։ Նրա ձեռքերը մի փոքր դողացին, մինչ նա կարդում էր առաջարկի մանրամասները։ Արդյոք սա ճիշտ է, հարցրեց նա Անահիտին, ով բացահայտել էր հիմնադրամի մասին նույն պահին, ինչ ինքը։ Օրինական է թվում, պատասխանեց նա, զգուշորեն թաքցնելով իր սեփական անհանգստությունը։ Որոշ կազմակերպություններ իսկապես կատարում են նման համայնքային աշխատանք։ Բայց ժամկետը գրեթե հրաշք է, մրմնջաց Արմենը, դեռս անհավատալիորեն։ Երբեմն ամեն ինչ պարզապես տեղն է ընկնում, ասաց Անահիտը, նրբորեն դիպչելով նրա թին։ Կարևորն այն է, որ վարդուհին կկարողանա ստանալ այն օգնությունը, որի կարիքն ունի։ Վարդուհու առաջին խորհրդատվությունը հիմնադրամում նշանակված էր հաջորդ 5 շաբթի։ Անահիտը պնդեց, որ ուղեկցի ընտանիքին, պատճառաբանելով, որ ցանկանում է ավելի լավ ծանոթանալ կազմակերպության ծառայություններին։ Իրականում, նա պետք է ներկա լիներ, ապահովելու համար, որ ամեն ինչ կընթանա ըստ պլանի։ Ժամանակավոր կլինիկան կահավորվել էր բարձրակարգ սարքավորումներով, մասնագիտացված բժիշկներով, որոնց Անահիտը աննկատ վարձել էր, մի կառուցվածքով, որը մրցում էր Երանի լավագույն մասնավոր հիվանդանոցների հետ։ Երբ Արմենը տեսավ հարմարությունները, նրա արտահայտությունը անհավատալիության էր, խառնված հույսի հետ։ Ինչպես է հիմնադրամը կարողանում ծածկել այս ամենը, հարցրեց նա, դիտելով ժամանակակից մագնիսական ռեզոնանսի սարքավորումը։ Հավանաբար ունի առատաձեռն հովանավորներ, պատասխանեց Անահիտը, փորձելով ձայնը պահել պատահական։ Կարևորն այն է, որ այն գոյություն ունի այստեղ է, երբ վարդուհին դրա կարիքն ունի։ Մանկական նյարդաբանը, ով զննեց վարդուհուն, դոկտոր Պետրոս Կարմենյանն էր, Երանի լավագույն մասնագետներից մեկը, ում Անահիտը հատուկ վարձել էր այդ դեպքի համար։ Մանրամասն խորհրդատվությունից մանրակրկիտ հետազոտություններից հետո ախտորոշումը բացահայտվեց։ Վարդուհին ուներ փոքր բարորակ ուղեղի ուռուցք, որն առաջացնում էր ներգանգային ճնշում։ Վիրահատելի է, բացատրեց դոկտոր Պետրոսը մասնագիտական հանգստությամբ։ Պրոցեդուրան չափազանց բարդ չէ, բայց պետք է արագ կատարվի։ Ուռուցքը գտնվում է մատչելի տարածքում, ամբողջական ապաքինման հնարավորությունները հիանալի են։ Արմենը գունատվեց, լսելով ուռուցք բառը, բայց դոկտոր Պետրոսը զգույշ եղավ բացատրելու, որ ախտորոշումը, չնայած լուրջ էր, ուներ շատ դրական կանխատեսում։ Վիրահատությունը կկատարվեր հաջորդ շաբաթ, բոլոր ծախսերը ծածկված հիմնադրամի կողմից։ Կլինիկայից դուրս գալիս Արմենը շոկի մեջ էր։ Թեթացում, ախտորոշում բուժում ունենալու համար, բայց նա շփոթություն, թե ինչպես էր ամեն ինչ այդքան կատարելապես համընկել։ Անահիտը նրա կողքով քայլում էր լռության մեջ, կիսելով իր թեթացումը, բայց նա իր աճող անհանգստությունը, իր կեղծիքը պահպանելու համար։ Չեմ կարող հավատալ, որ սա տեղի է ունենում, ասաց Արմենը, քայլելիս բռնելով վարդուհու ձեռքը։ Կարծես հրաշք լինի։ Երբեմն ամեն ինչ պարզապես տեղն է ընկնում, պատասխանեց Անահիտը, բայց իր սեփական բառերն իր համար ստիպված էին հնչում։ Այդ գիշեր, երեխաներին քնեցնելուց հետո, Արմենն ու Անահիտը նստեցին փոքրիկ հյուրասենյակում, մշակելով օրվա իրադարձությունները։ Անցած շաբաթների լարվածությունը փոխարինվել էր հույսով, բայց նա զգացմունքային մտերմությամբ, որը նրանցից ոչ մեկը չէր կանխատեսել։ Չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնեմ ձեր աջակցության համար այս ամենի ընթացքում, ասաց Արմենը, ուղիղ նայելով Անահիտի աչքերին։ Դուք այդքան կարող եք դարձել մեզ համար։ Ինձ համար։ Անահիտը զգաց, թե ինչպես է իր սիրտը արագանում։ Դուք նույնպես կարող եք դարձել ինձ համար։ Ավելի, քան պատկերացնում էի, որ հնարավոր է։ Անահիտ, Արմենը վարանեց, կարծես ինչ-որ բանի համար քաջություն էր հավաքում։ Գիտեմ, որ մենք քիչ ժամանակ է, ինչ ծանոթ ենք, բայց ես զգում եմ, կարծես դուք միշտ եղել եք մեր կյանքի մի մասը։ Նրա ձայնի անկեղծությունը գրեթե կոտրեց Անահիտի վճռականությունը, պահպանելու իր գաղտնի ինքնությունը։ Նա հուսահատորեն ցանկանում էր ասել ճշմարտությունը, բացատրել, թե ով էր նա իրականում, ինչու էր մտել նրանց կյանք։ Բայց կորցնելու վախը, այն ամենը, ինչ նա կառուցել էր, անշարժացրեց նրան։ Ես նույնպես դա եմ զգում, շշնջաց նա։ Արմենը թեքվեց նրբորեն համբուրեց նրան։ Դա երախտագիտությամբ թեթացումով ինչ-որ ավելի խորը բանով լի համբույր էր, որը նրանք երկուսն էլ նոր էին սկսում ճանաչել։
Երբ բաժանվեցին, Անահիտը զգաց, որ անցել է մի գիծ, որից այլս չի կարող վերադառնալ։ Բայց պահի երջանկությունը ընդհատվեց Անահիտի հեռախոսի զանգով։ Դա մի համար էր, որը նա անմիջապես ճանաչեց Արամ Սալենյան, իր անձնական օգնականը ընտանեկան ընկերության ճգնաժամային մենեջերը։ Ներողություն, պետք է պատասխանեմ, ներողություն խնդրեց նա, դուրս գալով բակ։ Անահիտ, ո՞ր ես, հանուն Աստծո, Արամի ձայնը լարված էր։ Ձեր ընտանիքը խուճապի մեջ է։ Դուք շաբաթներով անհետացել եք, չեք պատասխանում կորպորատիվ զանգերին, երկուշաբթի օրը խորհրդի հետ կարոր հանդիպում ունեք։ Ես անձնական գործերով եմ զբաղվում, պատասխանեց Անահիտը, փորձելով ձայնը ցածր պահել։ Անձնական գործեր։ Անահիտ, դու կոնգլոմերատի նախագահն ես։ Բացի այդ, Վահագն Նոլինյանը ճնշում է գործադրում ամուսնական համաձայնագրի վերաբերյալ։ Ձեր ընտանիքը քննարկում է կտակի դրույթը ակտիվացնելու հարցը, եթե դուք երկուշաբթի չներկայանաք։ Անահիտը զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում։ Կտակի դրույթը մի ծուղակ էր, որը նրա հայրը ներառել էր։ Եթե նա մինչ 35 տարեկանը չամուսնանար ընտանիքի կողմից հաստատված մեկի հետ, կկորցներ ընկերությունների վերահսկողությունը։ Մի քանի ամիս էր մնացել իր ծննդյան օրվան, Վահագն Նոլինյանը այն թեկնածուն էր, ում ընտրել էր ընտանիքը։ Չեն կարող դա անել, մրմնջաց նա։ Կարող ենք անեն, եթե դուք չներկայանաք։ Անահիտ, ինչ է կատարվում։ Դուք երբեք այդպես անպատասխանատու չեք եղել։ Անահիտը նայեց խոհանոցի պատուհանից տեսավ Արմենին, որը կազմակերպում էր Վարդուհու դեղերը, Լոնի Թորոսի համբերատար օգնությամբ։ Դա կատարյալ ընտանեկան տեսարան էր, հենց այն, ինչ նա հայտնաբերել էր, որ ուզում էր իր համար։ Բայց նրա իրական աշխարհը պատրաստվում էր բախվել այս նոր կյանքի հետ, որը նա կառուցել էր։ Ինձ մի քանի շաբաթ է պետք, վերջապես ասաց նա։ Շաբաթներ։ Անահիտ, դուք շաբաթներ չունեք։ Եվ կաս մի բան։ Ես քննիչ եմ վարձել ձեզ գտնելու համար, ձեր սեփական անվտանգության համար։ Նա վաղը կսկսի որոնումը։ Անահիտի արյունը սառեց։ Եթե քննիչը սկսեր նրան փնտրել, հատկապես այն շրջանում, որտեղ նա ապրում էր, նրա կեղծիքը արագորեն կբացահայտվեր։ Չեղարկեք քննիչին, հրամայեց նա։ Շատ ուշ է։ Նա արդեն ընտանիքի թույլտվությունն ունի։ Անահիտ, վերադարձեք տուն, մինչ սա հանրային սկանդալ դառնա։ Զանգն ավարտվեց, Անահիտը կանգնած մնաց բակում, փորձելով մշակել այն խնդրի մեծությունը, որի հետ բախվում էր։ Մի քանի օրից Վարդուհուն պետք է վիրահատեին, նա ցանկանում էր ներկա լինել ընտանիքին աջակցելու համար։ Բայց նրա իրական աշխարհը պատրաստվում էր ներխուժել այն պարզ կյանքը, որը նա կառուցել էր։ Երբ վերադարձավ ներս, Արմենն անմիջապես նկատեց նրա անհանգիստ արտահայտությունը։ Ամեն ինչ լավ է։ Աշխատանքային խնդիր, անորոշ պատասխանեց նա։ Ոչինչ, որը չի կարող լուծվել։ Բայց երբ նա գրկեց Արմենին, զգաց նրա ներկայության ջերմությունը, Անահիտը գիտեր, որ ստում է երկուսին էլ։ Առջում սպասվող խնդիրները պարզ լուծումներ չունեին, այն ընտրությունները, որոնք նա շուտով պետք է կատարեր, կարող էին ոչնչացնել այն ամենը, ինչ նա ամենաթանկն էր գտել իր կյանքում։ Հաջորդ առավոտ, երբ օգնում էր Վարդուհուն պատրաստվել վիրահատությանը, Անահիտը նկատեց մի անծանոթ մեքենա կայանված փողոցում, որտեղ մի տղամարդ դիտում էր տան շարժը։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Քննիչը եկել էր ավելի վաղ, քան Արամը նշել էր։ Բայց կար մի անհանգստացնող բան։ Մի էլեգանտ կին զրուցում էր հարանների հետ անկյունում, հարցեր տալով։ Անահիտը ճանաչեց տեսակը, լրագրող կամ մասնավոր քննիչ։ Նրա երկակի կյանքը պատրաստվում էր բացահայտվել, նա գաղափար չուներ, թե ինչպես պաշտպանել այն ընտանիքը, որը սովորել էր սիրել սպասվող փոթորկից։ Վարդուհու վիրահատությունը լինելու էր 2 օրից։ Անահիտը գիտեր, որ դրանք հավանաբար խաղաղության վերջին օրերն էին լինելու այդ ընտանիքի հետ, մինչ ճշմարտությունը բացահայտվեր, ամեն ինչ ընդմիշտ փոխեր։ Վարդուհու վիրահատությունը նշանակված էր անձրոտ երեքշաբթի օրը, Անահիտն արթնացավ ստամոքսում մի հանգույցով, որը կապ չուներ միայն բժշկական անհանգստության հետ։ Ամբողջ երկուշաբթի նա կասկածելի շարժ էր նկատել թաղամասում, նույն մեքենան կայանված տարբեր կետերում, մարդիկ գաղտնի հարցեր էին տալիս տեղական արտրականներին։ Նրա պարանոյա հաստատվում էր։ Նրան հետաքննում էին։ Այնուամենայնիվ, նա չէր կարող լքել Վարդուհուն ամենակարևոր պահին։ Աղջիկն իր համար դարձել էր դուստրի պես, վիրահատության ժամանակ ներկա չլինելու գաղափարն անհնար էր։
Անահիտը հիվանդանոց ժամանեց վաղ, տեսնելով Արմենին ակնհայտորեն նյարդային, բայց փորձելով հանգիստ պահել իրեն երեխաներին չվախեցնելու համար։ Ինչպե՞ս եք զգում ձեզ, արքայադուստր, հարցրեց Անահիտը, ծնկի իջնելով հիվանդանոցային մահճակալի մոտ, որտեղ Վարդուհին սպասում էր, փոքրիկ քաջ բժշկական գիշերազգեստով։ Մի քիչ վախեցած եմ, ընդունեց Վարդուհին։ Բայց դոկտոր Պետրոսն ասաց, որ հետո ես ընդմիշտ լավ կլինեմ։ Եվ իսկապես կլինեք, հավաստիացրեց Անահիտը, բռնելով աղջկա ձեռքը։ Դուք ամենաքաջ աղջիկն եք, ում ես ճանաչում եմ։ Արմենը դիտում էր փոխազդեցությունը ժպիտով, որը չէր կարողանում թաքցնել անհանգստությունը։ Անցած շաբաթներին նրա համար պարզ էր դարձել, որ Անահիտը պարզապես ընտանիքի ընկեր չէր, նա դարձել էր նրանց կյանքի անբաժանելի մասը, նա սիրահարվել էր նրան այնպես, ինչպես այլս հնարավոր չէր համարում։ Վիրահատությունը տեց 4 ժամ։ Լոնը, Թորոսը, Արմենը, Անահիտը սպասասրահում էին միավորված Վարդուհու հանդեպ ունեցած սիրով անհանգստությամբ։ Հենց այս լարված ժամերի ընթացքում Անահիտն ամենաուժեղն զգաց, թե որքան էր այդ ընտանիքը դարձել իր իսկական տունը։ Երբ դոկտոր Պետրոսը վերջապես հայտնվեց իր մասնագիտական, բայց հանգիստ արտահայտությամբ, բոլորը միանգամից վեր կացան։ Վիրահատությունն ամբողջական հաջողություն էր, հայտարարեց նա։ Մենք կարողացանք հեռացնել ուռուցքն ամբողջությամբ, առանց որևէ բարդության։ Վարդուհին մի քանի շաբաթ կվերականգնվի, բայց կանխատեսումը հիանալի է։ Արմենը ինքնաբուխ գրկեց Անահիտին, չափազանց թեթացած, իրեն զսպելու համար։ Շնորհակալություն այստեղ լինելու համար, շշնջաց նա նրա ականջին։ Չգիտեմ, թե ինչպես կանցնեի սա մենակ։ Ես միշտ այստեղ կլինեմ, պատասխանեց Անահիտը, այդ պահին նա անկեղծորեն հավատում էր իր բառերին։ Բայց մինչ սպասում էին Վարդուհու արթնանալուն անզգայացումից, Արամը հայտնվեց սպասասրահում։ Անահիտը նրան տեսավ, մինչ նա կգտներ իրեն, զգաց, թե ինչպես է արյունը սառչում երակներում։ Նրա օգնականը լարված վճռական էր թվում, ակնհայտորեն ճգնաժամային կառավարման ռեժիմում։ Անահիտ, ասաց Արամը, լիովին անտեսելով Արմենին երեխաներին։ Մենք պետք է խոսենք։ Հիմա։ Հարմար ժամանակ չէ, վճռականորեն պատասխանեց նա։ Միակ ժամանակն է, որ ունենք, պնդեց Արամը։ Ձեր ընտանիքը ակտիվացրել է կտակի դրույթը։ Դուք 48 ժամ ունեք վերադառնալու ամուսնանալու Վահագ Նոլինյանի հետ, կամ կկորցնեք ամեն ինչի վերահսկողությունը։ Արմենը լսեց զրույցը, հոնքերը կնճռոտեց, ակնհայտորեն շփոթված։ Անահիտ, ով է այդ մարդը։ Ինչի մասին է նա խոսում։ Մինչ նա կկարողանար պատասխանել, Արամը շարունակեց, հիմա բավականաչափ բարձր խոսելով, որպեսզի սպասասրահի մյուս մարդիկ լսեին։ Անահիտ Ալյանցյան, Ալյանց ընկերությունների ժառանգուհին, դուք շաբաթներով անհետացել եք։ Ընկերությունը քաոսի մեջ է, ընտանիքը հուսահատ է, հիմա մենք պարզում ենք, որ դուք ծածնում էիք ուրիշ մեկը այս շրջանում։ Սպասասրահում լռությունը խլացուցիչ էր։ Արմենը նայեց Անահիտին, կարծես երբեք նրան չէր տեսել։ Անահիտ Ալյանցյան։ Այն Անահիտ Ալյանցյանը։ Արմեն, ես կարող եմ բացատրել, սկսեց Անահիտը, բայց բառերը կորան, երբ նա տեսավ շոկի դավաճանության արտահայտությունը նրա աչքերում։ Դու ստեցիր մեզ, ասաց Արմենը, ձայնը ցածր, բայց ցավով լի։ Այս ամբողջ ժամանակ դու ստեցիր։ Լոնն ու Թորոսը, ովքեր լսել էին զրույցի մի մասը, շփոթված մոտեցան։ Հայրիկ, ինչ է կատարվում, հարցրեց Լոնը։ Մինչ մեկը կկարողանար պատասխանել, մի բուժքույր հայտարարեց, որ Վարդուհին արթնացել է, ցանկանում է տեսնել ընտանիքին։ Բայց այն պահը, որը պետք է տոնակատարություն լիներ, վերածվեց ցավոտ ամոթի։ Գնացեք տեսեք ձեր աղջկան, ասաց Անահիտը Արմենին, արցունքներն աչքերին։ Մենք հետո կխոսենք։ Արմենը վարանեց, բաժանված լինելով Վարդուհու լավ լինելու ուրախության այն բացահայտման կործանարարության մեջ, որ կինը, ում նա սիրահարվել էր, ստել էր նրան ամեն ինչի մասին։ Չգիտեմ, արդյոք խոսելու բան կա, վերջապես ասաց նա, բռնելով Լոնի Թորոսի ձեռքը շարժվելով դեպի Վարդուհու սենյակ։ Արամը անհամբերությամբ դիտում էր տեսարանը։ Անահիտ, մենք ժամանակ չունենք անձնական դրամաների համար։ Մենք պետք է գնանք։ Ոչ, վճռականորեն ասաց Անահիտը։ Ես պետք է բացատրեմ նրանց, ես պետք է։ Դուք պետք է փրկեք ձեր կայսրությունը, ընդհատեց Արամը։ Եվ դուք պետք է դա անեք հիմա, մինչ այն ավելի մեծ հանրային սկանդալ դառնա։ Բայց արդեն ուշ էր սկանդալի մասին անհանգստանալու համար։
Սպասասրահում մի մարդ ձայնագրել էր զրույցի մի մասը արդեն տեղադրել սոցիալական ցանցերում։ Տեսանյութում Արամը հրապարակայնորեն բացահայտում էր Անահիտի ինքնությունը նրա հիշատակումը կազմակերպված ամուսնության մասին ենթագրով։ Միլիարդատեր գործադիր տնօրենը երկակի կյանք էր վարում հանրաճանաչ թաղամասում։ Մի քանի ժամում տեսանյութը վիրուսային դարձավ։ Լրագրողները սկսեցին հասնել հիվանդանոց, այն թաղամաս, որտեղ Անահիտն ապրել էր, Արմենի տուն։ Պատմությունը կրակի պես տարածվեց, միլիարդատեր ժառանգուհին, ով ծածրել էր, թե սովորական մարդ է, աշխատավոր ընտանիքին մոտենալու համար։ Երբ Անահիտը վերջապես կարողացավ խոսել Արմենի հետ, օրվա վերջում նա ակնհայտորեն կործանված էր։ Նրանք հանդիպեցին նրա տան բակում, երբ երեխաները քնած էին, իսկ լրագրողները փողոցում էին։ Դուք օգտագործեցիք իմ ընտանիքը որպես ինչ-որ սոցիալական փորձ, հարցրեց Արմենը, ձայնը դողում էր զսպված հույզերից։ Այդպես չէր, բողոքեց Անահիտը։ Սկզբում միգուցե դա հետաքրքրություն էր, բայց հետո դա իրական դարձավ։ Այն ամենը, ինչ ես զգացի ձեզ համար, ճշմարիտ է։ Ինչպես կարող եմ հավատալ ձեր ասած որևանին, Արմենն իր ձեռքերով անցավ մազերի միջով, ակնհայտորեն փորձելով մշակել դավաճանության մեծությունը։ Դուք ստեցիք, թե ով էիք, որտեղ էիք ապրում, ինչ էիք անում։ Բժշկական հիմնադրամը դուք էիք, չէ՞։ Անահիտը գլխով արեց, արցունքներն աչքերին։ Ես ուզում էի օգնել։ Երբ Վարդուհին հիվանդացավ, ես չէի կարող պարզապես դիտել։ Դուք մեզ բարեգործության օբյեկտ դարձրիք, ընդհատեց Արմենը նրա ցավը վերածվելով զայրույթի։ Մենք նախագիծ չենք, որպեսզի դուք ավելի լավ զգաք ձեր արտոնյալ կյանքի մասին։ Դա այդպես չէ, աղաչեց Անահիտը։ Ես սիրում եմ ձեզ։ Սիրում եմ ձեզ, սիրում եմ երեխաներին։ Սա դարձել է իմ իրական կյանքը։ Ձեր իրական կյանքը, Արմենը դառնորեն ծիծաղեց։ Ձեր իրական կյանքն այն է, որտեղ դուք միլիարդատեր եք, ունեք անձնական օգնականներ, որոնք հետապնդում են ձեզ։ Մեր կյանքն այստեղ պարզապես ժամանակավոր ֆանտազիա էր։ Զրույցն ընդհատվեց մեկ բարդության հայտնվելով։ Մի էլեգանտ, լավ հագնված կին դուրս եկավ տան դիմաց կայանված թանկարժեք մեքենայից։ Անահիտը նրան ճանաչեց այն լուսանկարներից, որոնք տեսել էր դետեկտիվի զեկույցում։ Դա Ֆիոնան էր, Արմենի նախկին կինը։ Ողջույն, Արմեն, ասաց Ֆիոնան, լիովին անտեսելով Անահիտին։ Ես եկա հենց որ իմացա Վարդուհու մասին։ Ինչպես է նա։ Արմենն ակնհայտորեն լարվեց։ Ինչ եք անում այստեղ, Ֆիոնա։ Դուք տարիներով չեք խոսել երեխաների հետ։ Հանգամանքները փոխվել են, պատասխանեց Ֆիոնան այնպիսի վստահությամբ, որը ստիպված էր թվում։ Ես հիմա ավելի լավ վիճակում եմ, կարող եմ կայունություն առաջարկել նրանց։ Հատկապես հաշվի առնելով այս ամբողջ շփոթությունը։ Նա նշանակալիորեն նայեց Անահիտին։ Ինչի՞ մասին եք խոսում, հարցրեց Արմենը, բայց Անահիտն արդեն հասկացել էր։ Ֆիոնայի հայտնվելը պատահականություն չէր։ Ինչ-որ մեկը կապվել էր նրա հետ, հավանաբար առաջարկելով ֆինանսական աջակցություն երեխաների խնամակալությունը վիճարկելու համար։ Ես եկել եմ իմ երեխաներին վերցնելու, հայտարարեց Ֆիոնան։ Ես ունեմ իրավաբաններ, որոնք ասում են, որ կարող եմ ստանալ խնամակալությունը, հաշվի առնելով, որ դուք ակնհայտորեն ներգրավված եք կասկածելի իրավիճակներում։ Գիշերը մղձավանջի վերածվեց։ Անահիտը հասկացավ, որ իր ներկայությունը այդ ընտանիքի կյանքում բերել էր ոչ միայն սեր երջանկություն, այլ անկայունություն վտանգ։ Ֆիոնան մի բանում ճիշտ էր։ Իրավիճակը կասկածելի էր, Արմենը կարող էր իսկապես կորցնել երեխաներին Անահիտի կյանք մտցրած բարդությունների պատճառով։ Հաջորդ առավոտ Անահիտը կայացրեց իր կյանքի ամենադժվար որոշումը։ Նա զանգահարեց Արամին, հրահանգեց նրան պատրաստել իրավական փաստաթղթեր, պաշտոնապես հրաժարվելով ընտանեկան ժառանգությունից։ Դա բարդ գործընթաց կլիներ, բայց նա վճռական էր ազատվել այն ամենից, ինչ իրեն կապում էր այն աշխարհի հետ, որն այդքան տառապանք էր պատճառել։ Դու խելագարվել ես, բղավեց Արամը հեռախոսով։ Դու խոսում ես միլիարդավոր դրամների, հարյուրավոր աշխատակիցների, ընտանեկան ժառանգության սերունդների մասին։ Ես խոսում եմ ճիշտ բան անելու մասին, հանգիստ պատասխանեց Անահիտը։ Պատրաստեք փաստաթղթերը, ընկերությունների իմ բաժինը փոխանցելու համար մի հիմնադրամի, որը կօգուտ բերի աշխատակիցներին։ Ես ուզում եմ պահել միայն պարտադիր իրավական պահուստը։ Անահիտ, մտածեք, թե ինչ եք անում։ Դուք ամեն ինչ կործանում եք ռոմանտիկ ֆանտազիայի համար։
Ես իրական բան եմ կառուցում, ուղղեց նա։ Առաջին անգամ կյանքում։ Բայց երբ նա փորձեց իր որոշումը հաղորդել Արմենին, նա հրաժարվեց խոսել նրա հետ։ Երեխաները, շփոթված վիրավորված բացահայտումից, նույնպես խուսափում էին նրանից։ Վարդուհին դեռս վիրահատությունից հետո ապաքինվելով հարցրել էր, թե ինչու Անահիտը սկզբից չէր ասել ճշմարտությունը։ Այդ պարզ հարցի պատասխանը մի բան էր, որը Անահիտը դեռս բացահայտում էր իր մասին։ Նա ստել էր ոչ միայն իրեն պաշտպանելու համար, այլ որովհետև Արմենի նրա երեխաների մեջ գտել էր մի բան, որը երբեք չէր ճանաչել, անվերապահ սեր, հիմնված այն բանի վրա, թե ով էր նա որպես մարդ, ոչ թե այն բանի վրա, ինչ ուներ։ Հեգնանքն այն էր, որ փորձելով պահպանել այդ սերը ստի միջոցով, նա այն ամբողջությամբ ոչնչացրել էր։ Մինչ իրավաբանները պատրաստում էին ժառանգությունից հրաժարվելու փաստաթղթերը, Անահիտը վերադարձավ իր պենթհաուս, բայց տեղն այլևս չցանկացած կյանքի դամբարան էր թվում։ Ամեն առավոտ նա արթնանում էր, մտածելով երեխաների մասին, որոնք նախաճաշում էին, Արմենի մասին, որը պատրաստվում էր աշխատանքի, պարզ երջանիկ առօրյայի մասին, որը նա կիսել էր նրանց հետ։ Երեխաների խնամակալության վերաբերյալ դատական պատերազմը սկսվել էր, ցնուցված լրատվամիջոցների սկանդալով, որը ստեղծել էր նրա երկակի կյանքը։ Անահիտը հեռվից հետում էր ամեն ինչին, իմանալով, որ իր ներկայությունը միայն ավելի կբարդացներ Արմենի համար։ Բայց նա վճռական էր անել ամեն ինչ ապահովելու համար, որ նա չկորցնի իր երեխաներին իր առաջացրած խնդիրների պատճառով։ Հաջորդ ամիսներն Անահիտի կյանքի ամենադժվարն էին։ Ժառանգությունից հրաժարվելու փաստաթղթերը պաշտոնապես ստորագրելուց հետո նա տեղափոխվեց Նորք Մարաշի մոտակա պարզ բնակարան, վճռականորեն ապացուցելու, որ իր փոխակերպումն անկեղծ էր։ Նա աշխատում էր Երանի արվարձանների գյուղատնտեսական կոոպերատիվում, վաղ արթնանալով համայնքային այգիները խնամելու կարիքավոր ընտանիքներին սնունդ բաժանելու համար։ Հեշտ չէր հարմարվել սահմանափակ ռեսուրսներով կյանքին։ Անահիտը պետք է սովորեր գնումները բյուջետավորել, օգտվել հանրային տրանսպորտից, գնահատել իր սեփական աշխատանքով վաստակած յուրաքանչյուր կոպեկը։ Բայց ինչ-որ խորապես ազատագրող բան կար իմանալու մեջ, որ յուրաքանչյուր ձեռքբերում իր սեփական ջանքերի արդյունքն էր, ոչ թե ժառանգված արտոնությունների։ Այդ ընթացքում նա խուսափում էր Արմենի երեխաների հետ որևէ վերամիավորում ստիպելուց։ Նա գիտեր, որ բառերը բավարար չեն լինի կոտրված վստահությունը վերականգնելու համար։ Միայն ժամանակի ընթացքում հետողական գործողությունները կարող էին ցույց տալ, որ իր փոփոխությունն իրական էր։ Առաջին մարդը, ով մոտեցավ, Վարդուհին էր։ Հիվանդանոցից դուրս գրվելուց 2 շաբաթ անց աղջիկը հայտնվեց կոոպերատիվում, որտեղ Անահիտն աշխատում էր, աննկատ ուղեկցված Լոնի կողմից։ Ողջույն, Անահիտ, ամաչկոտ ասաց Վարդուհին։ Հայրիկը չգիտի, որ մենք այստեղ ենք եկել։ Անահիտը ծնկի իջավ, աղջկա հասակին հավասարվելու համար, սիրտը արագ բաբախում էր, բայց փորձում էր հանգիստ պահել իրեն։ Ինչպե՞ս եք զգում ձեզ, արքայադուստր։ Կարերը արդեն հանել են։ Ես լավ եմ, Վարդուհին ավտոմատ կերպով դիպչեց գլխի փոքրիկ սպիին։ Դոկտոր Պետրոսն ասաց, որ ոչ մի հետք չի մնա։ Լոնը դիտում էր փոխազդեցությունը մեկի լրջությամբ, ով ստանձնել էր ընտանիքի պաշտպանի դերը։ Ինչու՞։ Ստեցիք մեզ, ուղղակիորեն հարցրեց նա։ Պարզ, բայց կործանարար հարցը Անահիտին հարվածեց։ Որովհետև վախենում էի, անկեղծորեն պատասխանեց նա։ Վախենում էի, որ դուք ինձ չէիք հավանի, եթե իմանայիք, թե ով էի ես իրականում։ Բայց դուք լավն էիք, շփոթված ասաց Վարդուհին։ Ինչու՞։ Էիք կարծում, որ մենք ձեզ չէինք հավանի։ Որովհետև իմ հին կյանքում մարդիկ ինձ մոտենում էին միայն փողի պատճառով։ Երբ ես ձեզ ճանաչեցի, հայտնաբերեցի, թե որքան լավ է սիրված լինել պարզապես ինքս ինձ համար։ Բայց դուք ինքներդ չէիք, անխախտ տրամաբանությամբ նշեց Լոնը։ Դուք ծածնում էիք։ Անահիտը հառաչեց։ Դուք ճիշտ եք։ Եվ դա իմ ամենամեծ սխալն էր։ Ես պետք է սկզբից ձեզ վստահեի։ Եղբայրներն ու քույրերն անցկացրեցին մոտ 1 ժամ կոոպերատիվում, օգնելով Անահիտին կազմակերպել բանջարեղենի զամբյուղներ նվիրատվության համար։ Դա ամբողջական վերամիավորում չէր, որին նա գաղտնիորեն հույս ուներ, բայց դա սկիզբ էր։ Երբ հրաժեշտ տվեցին, Վարդուհին արագ գրկեց նրան, նախքան Լոնի հետից վազելը։ Այցելություններն ավելի հաճախակի դարձան։ Թորոսը հաջորդն էր հայտնվեց, հետաքրքրված գյուղատնտեսական աշխատանքով 1000 հարցեր տալով, թե ինչպես են բույսերն աճում։
Աստիճանաբար երեխաները սկսեցին Անահիտին կրկին ներառել իրենց կյանքի փոքրիկ պահերում, խնդրելով օգնել տնային առաջադրանքներին, պատմելով դպրոցական իրադարձությունների մասին, կիսելով անհանգստություններ, որոնք չէին ուզում արտահայտել հորը, նրան ծանրաբեռնելու վախից։ Արմենին շատ ավելի երկար ժամանակ պահանջվեց մոտենալու համար։ Երբ վերջապես դա արեց, դա անուղղակի ձով էր, հայտնվելով կոոպերատիվում, պնդելով, թե բանջարեղեն է գնելու, բայց ակնհայտորեն ցանկանալով գնահատել, թե ինչ էր Անահիտն իրականում անում այնտեղ։ Տարբեր է, քան պատկերացնում էի, մեկնաբանեց նա, դիտելով, թե ինչպես է նա աշխատում հողի հետ, կեղտոտ ձեռքերով պարզ հագուստով։ Ինչ էիք պատկերացնում, հարցրեց Անահիտը, չդադարելով տնկել հազարի սածիլներ։ Որ ժամանակավոր կլինի։ Որ երբ նորությունը կանցնի, դուք կվերադառնաք ձեր նախկին կյանքին։ Անահիտն ուղղվեց նայեց նրան։ Սա հիմա իմ կյանքն է։ Սա այն կյանքն է, որը ես ընտրել եմ։ Բայց ինչու Արմենն իսկապես հետաքրքրված էր թվում։ Դուք ամեն ինչ ունեիք։ Իշխանություն, փող, ազդեցություն։ Ինչու։ Հրաժարվել դրանից։ Որովհետև ես հայտնաբերեցի, որ ամեն ինչ ունենալը ոչինչ չի նշանակում, եթե դուք չունեք մեկը կիսելու համար։ Անահիտը մաքրեց ձեռքերը գոգնոցով։ Դուք ինձ ցույց տվեցիք, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Արմենը երկար պահ ուսումնասիրեց նրա արտահայտությունը։ Երեխաները կարոտում են ձեզ։ Ես նույնպես կարոտում եմ նրանց։ Եվ ձեզ նույնպես։ Անահիտ, Արմենը վարանեց, պայքարելով հակասական հույզերի հետ։ Դեռ ցավում է։ Սուտը, խաբված լինելու զգացումը։ Ես գիտեմ, պարզապես պատասխանեց նա։ Եվ հասկանում եմ, եթե երբեք չկարողանաք ինձ ամբողջությամբ ներել։ Պարզապես ուզում եմ, որ իմանաք, որ այն ամենը, ինչ ես զգացի ձեզ համար, ճշմարիտ էր։ Դա ճշմարիտ է։ Մինչդեռ երեխաների խնամակալության վերաբերյալ դատական գործընթացը բարդացել էր։ Ֆիոնան, ֆինանսապես աջակցված Վահագն Օլինյանի կողմից, ով վրեժ էր փնտրում Անահիտից կազմակերպված ամուսնությունը մերժելու համար, վարձել էր թանկարժեք իրավաբաններ, փաստարկներ էր ներկայացնում Արմենի զգացմունքային անկայունության մասին, Անահիտի հետ կապված սկանդալի պատճառով։ Ռազմավարությունը պարզ էր, Արմենին ներկայացնել որպես հայր, ով իր երեխաներին վտանգի տակ էր դրել, ներգրավվելով մի կնոջ հետ, ով ստել էր իր ինքնության մասին։ Ֆիոնայի իրավաբանները պնդում էին, որ երեխաներին կայունություն է պետք, հեռու այն շփոթությունից, որը Անահիտի ներկայությունը բերել էր նրանց կյանք։ Հենց այս լարված շրջանում անսպասելի բան տեղի ունեցավ։ Նորք Մարաշի համայնքը, որն ի սկզբանե իրեն դավաճանված էր զգացել Անահիտի ինքնության բացահայտումից, սկսեց դիտել նրա առօրյա գործողությունները կոոպերատիվում նրա կամավորական աշխատանքը շրջանում։ Տիկին Անուշը, անկյունում ապրող տարեց կինը, առաջիններից էր, ով փոխեց իր կարծիքը։ Կարող է ստել է, թե ով էր, ասաց նա համայնքային հանդիպման ժամանակ, բայց այն աշխատանքը, որ նա անում է մեր ընտանիքներին օգնելու համար, իրական է։ Մյուս հարանները սկսեցին նմանատիպ պատմություններ կիսել։ Անահիտը օգնել էր Թորոս Կարմենյանին լրացուցիչ դասերով, երբ նա դժվարություններ ուներ դպրոցում։ Նա կազմակերպել էր հագուստի հավաքածու կարիքավոր ընտանիքների համար ձմռանը։ Նա միացել էր հրապարակի լուսավորությունը բարելավելու արշավներին, իր սեփական աշխատավարձով նպաստել էր համայնքային գրադարանի վերանորոգմանը։ Փողը ցանկացած մարդ կարող է նվիրել, նկատեց Հարություն Լիմենյանը, տեղական մթերային խանութի սեփականատերը։ Բայց անձնական ժամանակը ջանքերը դա սրտից է գալիս։ Համայնքի ընկալման փոփոխությունը հանգեցրեց անսպասելի նախաձեռնության։ Երբ իմացան, որ արհեստանոցը, որտեղ Արմենն աշխատում էր, սպառնալիքի տակ է անշարժ գույքի սպեկուլյացիայի պատճառով, բնակիչները կազմակերպվեցին օգնելու նրան գնել հողը։ Վիճակախաղեր, բազարներ, նվիրատվություններ։ Յուրաքանչյուր ընտանիք ներդրում կատարեց այնքանով, որքանով կարող էր։ Անահիտն ակտիվորեն մասնակցեց արշավին, ոչ թե որպես առաջնորդ, այլ որպես համայնքից մեկ անդամ, վճռականորեն օգնելու։ Նա վաճառեց իր պահած քիչ արժեքավոր իրերը, ներառյալ մորից ստացած զարդը, գումարը նվիրաբերեց հիմնադրամին։ Չեմ կարող սա ընդունել, բողոքեց Արմենը, երբ իմացավ նվիրատվության մասին։ Դա բարեգործություն չէ, բացատրեց Անահիտը։ Դա ներդրում է այն համայնքում, որտեղ ես ընտրել եմ ապրել։ Այս արհեստանոցը կարևոր է շատ ընտանիքների համար, բացի ձերից։ Ժեստը խորապես հուզեց Արմենին, հատկապես որ այն արվել էր հրապարակայնորեն, առանց հատուկ ճանաչում փնտրելու։
Անահիտն իսկապես ինտեգրված էր համայնքին, բոլորին վերաբերվելով որպես հավասարների, ներառյալ նրան։ Վճռական պահը եկավ դատական լսումների ժամանակ։ Դատավորը երեխաներին կանչել էր մասնավոր զրույցի, ինչպես պահանջվում էր խնամակալության վեճերի դեպքերում։ Լոնը, Վարդուհին Թորոսը սենյակ մտան մեկի լրջությամբ, ով հասկանում էր այդ պահի կարևորությունը։ «Մենք ուզում ենք մնալ հայրիկի հետ», հստակ ասաց Լոնը։ Նա մենակ էր հոգ տանում մեզ համար, երբ մայրիկը հեռացավ։ Նա շատ է աշխատում մեզ այն ամենը տալու համար, ինչ անհրաժեշտ է։ Վարդուհին լրացրեց. Հայրիկը մեզ ամեն գիշեր պատմություններ է կարդում, օգնում է տնային առաջադրանքներին, երբեք չի բաց թողել դպրոցական հանդիպումը։ Թորոսը իր մանկական անկեղծությամբ ավելացրեց. Մեր մայրիկը երբեք չէր զանգում մեր ծննդյան օրերին։ Հայրիկը երեկույթ է կազմակերպում, նույնիսկ երբ շատ փող չունի։ Բայց երբ դատավորը հարցրեց Անահիտի մասին, երեխաների պատասխանները զարմացրեցին բոլորին։ Անահիտը սկզբում ստեց, ընդունեց Վարդուհին, բայց հետո նա իսկապես օգնեց մեզ։ Երբ ես հիվանդացա, նա մեզ հետ էր հիվանդանոցում ամբողջ գիշեր։ Նա հետաքրքիր բաներ է սովորեցնում, ավելացրեց Թորոսը։ Ինչպես բանջարեղեն տնկել հոգ տանել հարանների մասին։ Լոնը, միշտ ամենամտածողը, եզրակացրեց. Մարդիկ երբեմն սխալ բաներ են անում ճիշտ պատճառներով։ Անահիտը սխալ բան արեց, ստեց, բայց դա այն էր, որ նա ընտանիք էր ուզում։ Եվ հիմա նա մեր ընտանիքի մի մասն է։ Երեխաների ցուցմունքը կործանարար էր Ֆիոնայի գործի համար։ Պարզ էր, որ նրանք ոչ միայն ցանկանում էին մնալ Արմենի հետ, այլ անկեղծ կապ էին զարգացրել Անահիտի հետ, չնայած վստահության սկզբնական դավաճանությանը։ Դատավորը որոշեց խնամակալությունը թողնել Արմենի մոտ, սահմանելով միայն, որ Ֆիոնան կարող էր վերահսկվող այցելություններ ունենալ, եթե երեխաները ցանկանային, ինչը նրանք քաղաքավարիորեն մերժեցին, առնվազն առայժմ։ Դատարանից դուրս գալիս Արմենը վերջապես մոտեցավ Անահիտին, ով սպասել էր դրսում ամբողջ լսումների ընթացքում։ Շնորհակալություն, պարզապես ասաց նա։ Ինչի՞ համար, հարցրեց Անահիտը, անկեղծորեն շփոթված։ Չհանձնվելու համար։ Ապացուցելու համար, որ դուք փոխվել եք։ Դառնալու համար այն մարդը, ում դուք ծածրել էիք սկզբում։ Անահիտը ժպտաց արցունքների միջով։ Ես չէի ծածնում, թե այդ մարդն եմ։ Ես բացահայտեցի այդ մարդուն իմ մեջ, ձեզ շնորհիվ։ Արմենը մեկնեց ձեռքը նրան։ Ինչպես կլինի, եթե նորից սկսենք։ Այս անգամ լիակատար անկեղծությամբ։ Ես շատ կցանկանայի, պատասխանեց Անահիտը, ընդունելով նրա ձեռքը։ Հաջորդ ամիսները աստիճանական վերականգնման շրջան էին։ Արմենն ու Անահիտը երկար զրուցեցին անցյալի, ցուտի ճշմարտության, սպասումների վախերի մասին։ Դա հեշտ գործընթաց չէր։ Վստահությունը պետք է վերականգնվեր քայլ առ քայլ, զրույց առ զրույց։ Երեխաները ավելի դիմացկուն ներողամիտ, քան մեծահասակները, արագ հարմարվեցին նոր դինամիկային։ Վարդուհին հպարտանում էր Անահիտին ներկայացնելով որպես այն կինը, ով մեր այգին տնկեց դպրոցում։ Լոնին դուր էր գալիս օգնել նրան կոոպերատիվի նախագծերին։ Թորոսը պարզապես ընդունեց, որ հիմա ունիս մեկ մարդ, ով նրան հետաքրքիր բաներ է սովորեցնում։ Անահիտի փոխակերպումն ամբողջական էր տեսանելի։ Նա սովորել էր գնահատել հարաբերությունները սեփականությունից, ներկայությունը հեղինակությունից, իսկությունը արտաքին տեսքից վեր։ Նա քրտնաջան աշխատում էր համեստ աշխատավարձով, բայց ամեն օր արթնանում էր նպատակով, ուրախությամբ։ Տարեվերջի համայնքային տոնը խորհրդանշական իրադարձություն դարձավ։ Համայնքը միավորվել էր ոչ միայն տոները նշելու, այլ տարվա կոլեկտիվ հաղթանակները, Արմենի արհեստանոցը փրկվել էր վերածվել կոոպերատիվի, գրադարանը վերանորոգվել էր, նոր սոցիալական նախագծեր էին իրականացվել։ Տոնի ժամանակ Արմենը Անահիտին հրավիրեց պարելու։ Դա առաջին անգամն էր, որ նրանք հրապարակայնորեն սեր էին դրսևորում հաշտեցումից հետո, համայնքը դիտում էր ջերմ հավանությամբ։ Ինչպե՞ս եք զգում ձեզ, լինելով սովորական մարդ, կատակեց Արմենը, մինչ նրանք պարում էին։ Կարծես վերջապես արտասովոր լինեմ, պատասխանեց Անահիտը։ Երեխաները միացան պարին, ստեղծելով ընտանեկան շրջանակ համայնքային տոնակատարության կենտրոնում։ Դա հենց այնպիսի պահ էր, որը Անահիտը պատկերել էր Վարդուհու նկարում, մարդիկ, ովքեր ընտրել էին միմյանց, ստեղծելու ընտանիք, հիմնված սիրո, ոչ թե պարտավորության վրա։ Կարող եմ ձեզ հիմա մայրիկ կանչել, հարցրեց Վարդուհին, գրկելով Անահիտին պարի ժամանակ։ Անահիտը զգաց, թե ինչպես են երջանկության արցունքները հոսում իր դեմքով։
Դա կլինի իմ կյանքի ամենամեծ պատիվը։ Այդ գիշեր, դիտելով երեխաներին, որոնք խաղում էին տոնի ժամանակ, Արմենին, որը ծիծաղում էր հարանների հետ, Անահիտը մտածում էր իր անցած ճանապարհի մասին։ Նա սկսել էր որպես երկրի ամենահարուստ կանանցից մեկը, բայց ներքուստ լիովին դատարկ։ Հիմա, համեստ բանկային հաշվով, բայց անկեղծ հարաբերություններով հարուստ կյանքով, նա վերջապես հասկանում էր արժեք ունենալու արժեքավոր լինելու տարբերությունը։ Սերը, որը նա գտել էր Արմենի երեխաների հետ, ձեռք չէր բերվել փողով կամ իշխանությամբ, այլ ներկայությամբ, նվիրումով, անկեղծ խոցելիությամբ։ Դա հարստության մի տեսակ էր, որը ոչ մի ընտանեկան ժառանգություն չէր կարող տալ նրան, որը ոչ մի ֆինանսական ճգնաժամ չէր կարող խլել։ Մինչ տոնը շարունակվում էր նրա շուրջը, Անահիտը գիտեր, որ վերջապես գտել է իր իսկական տունը, ոչ թե առանձնատան կամ պենթհաուսի մեջ, այլ մի ընտանիքի սրտում, որը նրան ընտրել էր այն բանի համար, թե ով էր նա իրականում, ոչ թե այն բանի համար, ինչ ուներ։ Կինը, ով սկսել էր ճանապարհորդությունը, փնտրելով ժամանակավոր փորձ, հայտնաբերել էր իր մշտական ինքնությունը։ Նա այլս Անահիտ Ալյանցյանը չէր, միլիարդատեր ժառանգուհին։ Նա պարզապես Անահիտն էր, մայր, զուգընկեր, համայնքի անդամ, վերջապես, անկեղծորեն երջանիկ։ Որովհետև ի վերջո, նա ոչ միայն հարստությունը փոխարինել էր սիրով։ Նա անտեսանելիությունը փոխարինել էր մարդկայնությամբ, միայնությունը պատկանելությամբ, դատարկ կյանքը իմաստալից գոյությամբ։ Եվ դա, նա հայտնաբերեց, այն իսկական կարողությունն էր, որն արժեր ունենալ։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի, Արմենի նրանց գեղեցիկ ընտանիքի պատմությունը հուզել է ձեր սրտերը այնքան, որքան մերը։ Այս փոխակերպման ճանապարհորդությունը մեզ հիշեցնում է, որ մարդու իրական արժեքը ոչ թե այն է, ինչ նա ունի, այլ այն սերը, որը նա կարող է տալ ստանալ։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին ավելի շատ պատմությունների համար, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների խորությունը։ Թողեք լայք, եթե հավատում եք, ինչպես Անահիտը հայտնաբերեց, որ պարզ, բայց սիրով լի կյանքն ավելի արժեքավոր է, քան աշխարհի բոլոր հարստությունները։ Եվ մեկնաբանություններում կիսվեք մեզ հետ։ Դուք երբ ապրել եք պահեր, երբ հայտնաբերել եք, որ կյանքի ամենաթանկ բաները չեն կարող գնվել։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր պատմություններին։